Անցած շաբաթ Դավոսում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին քաղաքական կամքի և խաղաղության հաստատման համար։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, այսօր ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը և մեր հյուրը կրոնագետ Աստվածաբան Վարդան Խաչատրյանը կամփոփենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը։ Ողջույն։ Ըստ երևույթի նախորդ շաբաթվա գլխավոր իրադարձությունը Դավոսում տեղի ունեցող այս բաներն էին։ Միջազգային տնտեսական ֆորումն էր, որին սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի գնալու, ապա երևի Թրամփի աշխատակազմի զանգեցին ասին վեր կաց արի եւ այսպես անակնկալ գիշերային այցով մեկնեց Դավոս։ $1 միլիարդ խնայելու թեմա կար երևի։ Հա, եւ նաեւ այդ հայտնի նկարը, որ կառավարության էջով տարածվեց, որտեղ Թրամփը ձեռքը դրել էր, այսպես ներփորեն դրել էր Նիկոլ Փաշինյանի ծնկին, ու դա երևի թե մեր դիվանագիտության վերջին, ասենք, չգիտեմ, 10 տարվա ամենամեծ ձեռքբերումն է։ Ինձ թվում է, որ երևի այդ պահին Նիկոլ Փաշինյանը ուզեցել է իր ձեռքը վրայից դնի Թրամփի ձեռքին, որ չքաշի հանկարծ Թրամփը, բայց երևի մտածել է, որ չարժի այդքան խորացնել, էլի։ Դե ենթադրություններ չանենք, բայց իհարկե չափազանց ստորացուցիչ է այդ վիճակում տեսնել կառավարությունը ներկայացնող երկրի իշխանություն ներկայացնող անձին, որը երևի նույնիսկ մարմնական հաճույք էր ստանում այդ վիճակից։ Եթե լուրջ խոսենք, այս կատակը մի կողմ թողնենք, փոփոխվող, քանի որ չի երևում էլի թե աշխարհը ինչ է դառնալու եւ այս Թրամփի նախաձեռնությունը ինչ է լինելու, մեկ էլ կարող պարզվի, բայց որ ճիշտը սա էր։ Եկեք Չէ, կարող է հետո պարզվի, որ $1 միլիարդ մեր վրայից ի վերջո քերել են ուրիշ ձևով, հա, որովհետեւ այս չի լինում այսպիսի նվերներ, էլի, այս գինը դրած է, էլի, այդ խաղաղության, այսպես կոչված խաղաղության ակումբի մուտքը դրած է։ Ամեն դեպքում այդ ամերիկյան ներդրումային հիմնադրամի հետ Ալիևի կնքած պայմանագիրը, հետո այդ քննարկումները, որ ադրբեջանական փողը որտեղ պետք է ներդրումներ արվի, ինչ պետք է արվի, եւ այլն, այնտեղ կա տեսակետ, հնչում էր տեսակետ, որ ենթադրելի է, որ թրիպից ինչ-որ մաս լինելու է նաև Ադրբեջանինը, այդ 24 եւ 76-ը անպայման կարող է ինչ-որ մասերի բաժանվի, չերևացող մասեր լինեն, բայց ամեն դեպքում հանուն արդարության պետք է նշել, որ առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանի այս թեթև արտաքին քաղաքականությունը, որտեղ ինքը բան է անում, տարբեր ուժերի հետ կարողանում է բանակցի, թեթև բարո, նույնիսկ կարելի ասել։ Դե կատակով ասենք, հա, բայց ամեն դեպքում ինքը ունի իր մեջ վիրտուոզ մի հատ բան, մասնիկ, որովհետև ասենք մարդը, որը Չինաստանից թռնում է Ճապոնիա, Մոսկվայից թռնում է Վաշինգտոն, Վաշինգտոնից հետ գալիս է, չգիտեմ ուր եւ այլն, որը ասենք այնպիսի բաներ ենք կարող համադրի, որը ճիշտ ասած ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց ես հասկանում եմ, որ դրանք դժվար համադրվող բաներ են, էլ ինքը ոնց այդ մարդկանց համոզում, ինչ էր այդ նախորդ մայրաքաղաքում քննարկում, հիմա ուր է եկել, դա ինձ թվում է այնուամենայնիվ ինչ որ վիրտուոզ բան է։ Ի վերջո հնարավոր չի գրքի մասին տեսակետ հայտնել, եթե դու իրան միջև վերջ չես կարդացել։ Ու մարդն էլ այդպես էլ, մինչև մարդը չի մեռնում, չես կարող իր մասին վերջնական բան։ Բայց ամեն դեպքում պետքա քաղաքականությունը ավարտվի, որ տեսնես արդյունքը ինչ եղավ։ Հիմա շատ դժվար ասել, մի կողմից ինքը թվում է թեթևաբար այդպես ծիծաղալի մենք խնդում ենք եւ այլն, բայց ինքը ունի այնուամենայնիվ բաներ, սերմեր, որ կարող դառնա վիրտուոզ։ Կվիճեմ։ Ես կվիճեմ։ Ենթադրում եմ։ Ճիշտ ասել, եթե կարելի է ուղղակի երկու բառ ես ասեմ եմ մեր կողմից երկու բառ։ Հռոմեացիները միշտ ասում էին հանգուցյալների մասին միայն լավը կամ բացառապես ճշմարտությունը։ Այո։ Հետո խեղաթյուրվել է դա իհարկե լավը կամ ոչինչ, միայն լավը կամ ճշմարտությունը։ Մաքսիման այդպեսին է, որ եթե դուք գիտեք ճշմարտությունը, այդ ճշմարտությունն է նրա կյանքի միագումարը վերջին հաշվով։
Եվ ես համարում եմ, որ այստեղ մենք ունենք շատ լուրջ վտանգներ, լրջագույն վտանգներ կապված նրա հետ, որ հարևան խոշորագույն երկիրը Իրանը այդ հյուսիսային իր հյուսիսի սահմանը կորցնելու պայմաններում հայտնվում է շատ ավելի ծանր վիճակում, քան կար։ Եվ ներկայիս աշխարհում դա յուրօրինակ թիրախ է, եւ այդ թիրախը փորձելու են խոցել։ Հիմա մենք եթե այդտեղ ունենք մեր ներդրումը, հետեւաբար պետք է ստանանք նաեւ դրա վարձքը։ Սա մենք չենք կարող հաշվից դուրս դնել որևէ կերպ, եւ պարտադիր կարգով դա պետք է հնչի որպես ահազանգ, որովհետեւ մենք տեսանք էլի, որ Էրդողանը հենց այս իրավիճակում նորից բազմադեմ, բազմալեզու են թուրքական խոսքով ասած, հա, 10 լեզու պետք է ունենա ասում սուլթանը, որպեսզի ամեն մեկին իր լեզվով խափի բերանում։ Հա, մենք տեսնում ենք այդ ամեն ինչը, եւ ես չեմ համարում, որ մեր արտաքին քաղաքական դինամիկան հենց այն է, ինչը մեզ այսօր անհրաժեշտ է, որովհետեւ աշխարհը գնում է մեծ կոնֆլիկտի։ Կամենում ենք թե ոչ։ Թրամփը հա այսօր փորձում է, ասենք, ՄԱԿ-ը ձևափոխել կամ ՄԱԿ-ը փոխարինել մի ուրիշ բանով։ Մենք երբեք չենք ասում ինչի է այսպես, բայց իրականությունը այնտեղ շատ երևացող է, էլի։ Այսինքն Թրամփը որպես բիզնեսմեն, որը իմիջիայլոց բիզնես է արել հանցագործ կլանների մեջ, այսինքն Բոնանոների հետ արել եւ արելա Գամբինոների հետ։ Ամենամարդակեր կլաններն են, էլի Նյու Յորքի։ Հիմա նրանց մեջ աշխատած մարդը շատ լավ պատկերացնում է, որ Ամերիկան պարբերաբար սնել է Եվրոպան։ Կարելի ասել եւ ծնելը վերջին փուլում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շուկանա բացել։ Եվ հիմա կանգնած է փաստի առաջ, որ եվրոպացիները հիմա էլ պահանջում են, որ այ հիմա Եվրոպան դարձել է 450 միլիոն։ Եվ ճիշտ այնպես ինչպես Գերմանիային են բարձրացրել, ճիշտ այնպես ինչպես Ֆրանսիան է բարձրացել, ինչպես Անգլիան է բարձրացել, որը եթե խոսանք, ասենք, մեր հասարակայնությունը իհարկե լավ տեղյակ չի դրանից, բայց եթե խոսանք, պարզ կերևա, որ ամերիկացիները զողողություններ են թույլ տվել, շատ մեծ քանակի զողողություններ։ Պատկերացրեք, որ որպեսզի առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆունտ ստերլինգը չխորտակվի, Անգլիան չխորտակվի, այնքան ոսկի են բերել, որպեսզի Անգլիայի պարտքերը փակեն, որ Պլիմութում գոյություն ունեցող այդ շենքերի բետոնե հատակները չի դիմացել, քանդվել, թափվել է, այսինքն այդքան բերել են, այդքանից հետո հիմա իրանք հիշում են, ամերիկացիները լավ գիտեն, որ Գերմանիան սոցիալական պետություն է դարձել այդ ամենի արդյունքում, Ֆրանսիան սոցիալական պետություն է դարձել, Ավստրիան է դարձել եւ այլն, եւ նրանք իրենց կենսամակարդակով բարձր էին ամերիկացիներից։ Միջին վիճակագրական ամերիկացին, միջին վիճակագրական ֆրանսիացուց ցածր էր ապրում։ Եվ հիմա պատկերացրեք 450 միլիոն մարդ պատկերացնում է Տրամփը, որ այդ 450 միլիոնին ո՞նց ենք, եթե մենք այդ 450 միլիոնին էլ պետքա բարձրացնենք այդ մակարդակով, դա Եվրոմիությունն է, չգիտես ինչի, այդ Եվրոմիությունն է, ամբողջական է եւ մեր ապագան, ինքը իր ապագան այդպես չի պատկերացնում, որովհետեւ ինքը այսօր առաջ շարժվելու, արագ առաջ շարժվելու, տնտեսական հաջողություններ ցույց տալու մեծ ծրագիր ունի, բայց ի վիճակի չի, եթե հանգարց որոշես նորից սնուցել Եվրոպան։ 450 միլիոն մարդ։ Պարոն Խաչատրյան, թե ինչով էր դա կապված Նիկոլ Փաշինյանի արտաքին Դա կապված է նրանով, որ երբեք չի լինելու այն, ինչը մենք պարզ մեկ շերտի վրա պատկերացնում ենք, որ հեսա կգան, հեսա եթե այդ թրիփը աշխատեց, ուրեմն մենք ունենալու, ինչ ենք ունենալու։ Թրիփը աշխատեց, եթե թրիփը աշխատեց, մենք էլ ունենք, ասենք, ինչի է բանը 24%-ը մերն էր, հա։ Պարոն Խաչատրյան, ես Նիկոլ Փաշինյանին ոչ ներկայացուցիչ Եթե 24%-ը մերն է, հիմա բերեք 76-ից հանենք 24։ Կմնա ասենք 52։ Կմնա 52, ուրեմն 24-ը պատկանելու է մեկ ուրիշին, որը հոխորտում էր, որ մենք հայի չպետք է տեսնենք այդտեղ։ Շատ հավանական է։ Այդ հասկացանք, դա այդ վարագույրի ետևում է ընթանում։ Միգուցե ծխած ծածկույթով է փակած, բայց դա կա չէ, որպես իրական վտանգ։ Խաղաղության ծխած ծածկույթով իրականում բոլոր ստապ գնահատողները
որևէ տնտեսական էֆեկտ տրիպից Հայաստանի համար չեն տեսնում, հակառակ այստեղ կա եւ քաղաքական եւ անվտանգային էլեմենտ է ամեն ինչի, բայց ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ մեր երկու հարևան թուրքական հանրապետությունների ղեկավարները անթաքույց սա ներկայացնում են որպես իրենց դիվանագիտական հաղթանակ եւ արդեն լուծված են համարում Զանգեզուրի միջանցքի, արդեն Նախճեվանի միջանցքի մասին են խոսում, լուծված են համարում թուրքական պետությունների միավորման հարցը։ Քաղաքական ծանրակշիռ գնահատականը նրա որն է թուրանական աշխարհի միասնականությունը։ Այսինքն թուրքական հնարավորությունների տրանսլյացիան շատ ավելի մեծ պորցիաներով, շատ ավելի մեծ չափականակներով Միջին Ասիա։ Այո։ Այսինքն Հնդկաստանի գլխին կախված Պակիստանի նոր պատերազմ, որի թիկունքում կանգնած է ալնելու թուրանական աշխարհը, Պակիստանի թիկունքում։ Ծնկի է գալու Հնդկաստանը, որը Եվրոպայից շատ ավելի մեծ է եւ մեր համար պատրաստ է 1000 ու մի բանի այսօր։ Ամեն դեպքում սկսած զենքի տրամադրումից, վաճառքից եւ այլնից վերջացրած պատմական հիշողությամբ, թե մենք ով ենք իրենց համար։ Վերջո Հնդկաստանը այսօր բացահայտ հայտարարում է, որ այս թուրք-ադրբեջանա-պակիստանյան երամիասնությունը իր անվտանգության լուրջ սպառնալիք է, ինչը տեսանք 2025 թվականին այս հնդկա-պակիստանյան բախումների արդյունքում բացահայտ եւ քաղաքական եւ ռազմական աջակցություններ տրամադրում Պակիստանին, դե Չինաստանը չպետք է մոռանանք, որ այնտեղ իր հետաքրքրություն ունի, բայց փաստը մնում է փաստ, որ թուրքական պետությունները իրենց ճանապարհին դրած եւս մեկ արգելք վերացած են համարում արդեն մնացած արգելքներից մեկը, վերացած են արդեն համարում, խնդիրը լուծված են համարում։ Հա, բայց Ռուսաստանին դա ծանրագույն հարված է, չէ՞։ Այսինքն եթե մենք վերցնում ենք, թե իսկ ինչի համար է այդ ճանապարհը, այդ ճանապարհը վերջին հաշվով մենք հասկանում ենք, որ Ադրբեջանին խաղարկելու համար է։ Ադրբեջանին կոնկրետ Իսրայելի իշխանությունները Նեթանյախուի բերանով հայտարարեցին, որ այս անգամ չկա էլ տարածք տրամադրել, այնտեղից աթասաներ ենք թողնում, ինքնաթիռներն են մենք գալի այդտեղ անցնում, ռմբակոծում օթային տարածքի, չկա, զորքով ես մտնելու։ Այս անգամ դու զորքով ես մտնելու, որպեսզի Հյուսիսային Ադրբեջանը ոտքի կանգնի։ Ամեն դեպքում Ադրբեջանի արժեվ նույնպես դրված են պարտավորություններ, պարտականություններ, դա էլ գիտենք, հա, եւ դրա մասին խոսում են եւ փաստացի մեր մասնակցությունը այստեղ ընդամենը այն տարածքները, որ դարձել են լարվածության կիզակետ։ Մենք ինչի ենք նպաստում դրան։ Թուրքիան դառնալու է մեր բարեկամը, Ադրբեջանը դառնալու է մեր բարեկամը։ Երբ ա եղել վերջին գենոցիդի հայտարարությունը հայերի։ Աբխազական ընտրությունների ժամանակ, որ ընդամենը ամիսներ առաջ է եղել, որ մենք պետք է բոլոր հայերին կոտորենք, որպեսզի Աբխազիան դառնա Աբխազիա։ Թուրքերը հասել էին տեղ եւ թուրքական տեխնացուն էր հայտարարողը։ Ռուսաստանն էլ ստիպված եղավ դուրս բերել ուկրաինական ռազմաճակատից ուժեր Աբխազի գլխավորությամբ տանել այնտեղ, որ հայերին չկոտորեն։ Եվ բացահայտ հայտարարություններ անել, որ հայերը երկրի վարչապետի բարեկամներն են ախր։ Դե չպետք է մոռանանք, որ 23 թվականի Արցախյան պատերազմը եւ բռնի տեղահանումը իրենք միջազգային իրավունքի եւ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից դրանք ցեղասպանական գործողություններ էին, այդպիսին էլ որակվեցին, հա, եւ իրականում չպետք է մոռանանք, որ իդեմս երկու թուրքական պետությունների մեծ հարևան գործ ունենք իրականում բնույթով ցեղասպան պետությունների հետ, պետություն չասենք իշխանությունների կամ նրանց ղեկավարների։ Չէ՞, իրանց ստրատեգիական, աշխարհակաղակական թիրախները փոխվել են, շահերը փոխվել են։ Այդ շահերի առանցքում կանգնած է եղել, որ թուրանական աշխարհի սրտի մեջ մեխված է հայկական ժանգոտ սեպը։ Այդ սեպը մինչև չհանենք, մեր միասնականությունը չի լինելու։ Քանի անգամ ենք լսել դա։ Հիմա ինչ ա եղել, որ մենք համարում ենք, որ մի ինչ որ կախարդական փայտիկի շարժմամբ այդ ամենը փոխվել է, այդ մարդիկ դարձել են հայասեր։ Հիմա թուրքերի մեջ հայտնաբերվում են հայկական գեներ, ինչի են հայտնաբերվում օրինակ։ Այդ եղերնի հարցը փակելու համար է միայն արվում, որ ասեն հետո մենք չունենք առաջնորդ Թուրքիայի, որի մեջ հայկական արյուն չլինի։ Հայկական արյուն կա, ուրեմն հայերն են եկել իշխանության մեր մոտ, էլ ինչ է, էլ ինչ եղերն, էլ ինչ Արարատ, այդ բոլորը էլի հայերինն է, էլ ինչ ա եղել։ Այսինքն պատմական արմատները խուզելուց հետո
Գիտեք ինչ կա։ Պարոն Խաչատրյան, այսինքն մենք գտնվում ենք հարատև պատերազմի մի հատ փուլում, որը հնարավոր չի ավարտել։ Այսինքն կամ մենք պիտի իրանց ոչնչացնենք, կամ իրենք մեզ պիտի ոչնչացնեն։ Չէ, այսպես ասենք, էլի ներկայիս աշխարհում ոչ Թուրքիան եւ ոչ Ադրբեջանը դրանք ավտոնոմ որոշումներ կայացնող քաղաքական միավորներ չեն։ Իսկ ով է մեզ ուզում ոչնչացնել դեպքում։ Դե իրանց նպատակը դա է, բայց եթե մենք ունենք այսօր հակախաղը մենք ունենք անվիճելի։ Եթե ցանկանում եք կարող ենք նույնիսկ խոսալ դրանից, բայց չէի ցանկանում որ շատ խորանանք դրա մեջ, բայց մենք ունենք հակախաղ, մենք ունենք մեր գեոպոլիտիկ շահերը եւ մենք պետքա գտնվենք այնտեղ, որտեղ մեր գեոպոլիտիկ շահերն են։ Հիմա երբ որ մենք ասում ենք թե պետքա խուսափել արդյոք պատերազմից, թե ոչ, հին հունական խոշորագույն փիլիսոփաներից մեկը մի Հերակլիտ է, երեք բոլորը գիտեք նրան, այն որ կրակից ամեն ինչ ստեղծվել, ասում էր կրակը երկրից երեսին դա պատերազմներն են։ Այդ կրակի հետևանքով է որ ժողովուրդները բաժանվում են ստրուկների եւ ազգերի։ Այսինքն ազգը պետքա միշտ պատրաստ լինի, որ ինքը պետքա պաշտպանի իր ազատությունը։ Կլինի դա քիչ, կլինի դա շատ։ Հիմա մենք ունենք ավելի շատ դաշնակիցներ, թե ասենք մեզ դիմադարձ կանգնածները ներկայիս աշխարհում։ Դե հայտնի է որ մենք կրակի հետ խաղալ սիրող ազգ ենք։ Չէ, մենք սիրում ենք հա եւ կրակի հետ խաղալ եւ սիրում ենք նաեւ փլատակների տակ մնալ։ Օրինակ մենք ես ձեր ասածը շարունակելով հասկանում եմ, որ մենք պետք է հանուն Իրանի դիմադրենք արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Իսրայելին։ Խոսքը վերաբերում է նրան, որ մենք պետք է այդտեղ ունենանք մեր շահերը, մենք Արցախը կորցրենք փաստորեն։ Եվ հասարակայնության հետ խոսենք այդ շահերի տեսակետից եւս, ոչ թե այն տեսակետից, թե այ ուրիշների շահերը մենք ինչպես ենք սպասարկում մեր ունեցած ոչ մեծ հնարավորություններով։ Սա անթույլատրելի իմ կարծիքով շեղում է։ Դե վերադառնալով մեր ես ճիշտ ասած սկզբի թեմային այսպես մի հատ մեծ բան ունեմ, կարծիք ունեմ, որ երբ որ ես պատերազմից հետո առաջին անգամ գնացի Արցախ, հետո Լաչինը արդեն տրված էր եւ այլն, ես իմ առաջին ռեակցիան է եղել, որ մենք պետք է այդ Զանգեզուրի միջանց գտանք, որ Արցախը մնա, որովհետեւ այդ ճանապարհը, որը ադրբեջանցիներ են երկու կողմից, հնարավոր չի պահել, Պարզավոր ռուսները ինչը մի օր դուս են գալու, չգիտեմ ինչ են անելու, բան, այդ ժամանակ իհարկե դեռ բան ուկրաինական պատերազմը չկար ու իրենք հակառակ բան են ասում, որ եկեք բոլոր դառեք Ռուսաստանի քաղաքացի, արցախցիներն էլ հավատում էին դրան, որ կարող է միանան միանգամից Ռուսաստանին, այտենց ինչ որ մուտիտների շարքեր կային, էլի։ Ես առաջին բանը որ տեսել եմ այդ տեղը, մտածել եմ, որ մենք պետք է այդ Զանգեզուրի միջանց գտանք, որ պահենք Արցախը, ու այդ հայ բնակչության մշակութային ժառանգության այդ ամեն ինչի համար պետք է ինչ-որ ճանապարհ տալ։ Որպես ու հետո երբ որ դա ասին չէ ոչ մի ճանապարհ, դա ինքնիշխանության, ես իմ ինչի հարց է եւ այլն, ինձ համար դա է վիրավորական է, որ մենք կարող ենք այդ ճանապարհը տալ եւ պահել Արցախը, բայց հիմա մենք Արցախ չունենք եւ ուղղակի տվել ենք ճանապարհը։ Ամեն դեպքում ճանապարհը մենք չենք տվել, ճանապարհը մեզից խաղաղության, չգիտեմ ինչի օրակարգը եւ այլն, այդ ամեն ինչը կարող լիներ ավելի քիչ կորուստներով, այդ նախընտրական ծրագրեր, որ մենք հեսա հադրութ հետ կբերենք, Շուշին հետ կբերենք։ Եվ մի հարց քեզ կարելի է այդ ասածների հետ կապված։ Այո։ Հավանաբար դու հիշում ես, որ Էրդողանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղակի Էրդողանը ասաց, որ այ ես ուզում եմ, որ դուք Զանգեզուրին տակ ավտոնոմիա։ Ես դա հիշում եմ։ Լավ հիշում ես դա։ Այո, ես դա լավ հիշում եմ։ Մենք պատկերացնենք, իսկ ինչի է ուզում ավտոնոմիա։ Չէ՞ որ սա մոնոնացիոնալ երկիր է։ Ավտոնոմիաները որպես այդպեսին պետք է ունենան ազգային իր տարբերակը։ Ինչի է ուզում։ Որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ այդ տրիփը ըլնելու է միայն սկիզբը։ Հետո իրենք դնելու են խնդիր եւ դիմելու են արդեն ավտոնոմիայի ղեկավարությանը։ Ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ավտոնոմիայի ղեկավարությանը։ Եվ հայտարարելու են, որ չի երիկում, թողունակությունը չի երիկում, ախպեր, ես մենք ասել ենք, բայց չի լինում այտենց։ Մեզ պետք է շատ ավելի լայնացնել դա։ Ամեն դեպքում կան դրված պահանջներ եւ ապառազմականացված գոտու այդ ճանապարհների շուրջ, եւ ադրբեջանցիների վերաբերյակիցում եւ դա կլինի առաջին Շունիկում եւ Վայոց ձորում, ի վերջո այդ ավտոնոմիան իրականություն դարձնելու համար, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ոչ մի բան չենք տալիս, մեզնից վերցնում են։ Տրիպը մեր ծրագիրը չի, մեզ պարտադրված ծրագիր է,
այն ամենը ինչ որ տեղի ունենում, իրականում Նիկոլ Փաշինյանը կարող չէր մտածում գնալ Դավոս, բայց դու երևի ճիշտ ես աշխատակազմից Տրամպի երևի զանգեցին, ասցին թրի ստեղ բան կա, թեմա կա, որ դու պետք է երևաս միատել, եւ ինքը հաջողով թռնում է։ Տրամպի կողքը հայտնվելու համար ամեն ինչ կանի։ Բայց վերադառնալով ասենք Վահագն Խաչատուրյանի շնորհակալությանը, պետք է ասենք, որ սա աննախադեպ չէր։ Ամեն դեպքում սրանից մի քանի ամիս առաջ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գաղտնաժողովին ականատես եղանք ինչպես բացակայող Իլհամ Ալիևին Նիկոլ Փաշինյանն անհասկանալի վանձը էլի դիմում էր շնորհակալությամբ, խաղաղության եւ մնաց ամենի համար, բայց մենք գիտենք ինչի համար են շնորհակալություն հայտնում։ Կորսված Արցախի, տեղանված արցախցիների, ոչնչացվող մշակութային պատմական ժառանգության համար են շնորհակալություն հայտնում, որտեղ դա իրենց իրականում քաղաքական նպատակների շրջանակներում է հայկական պետականության թուլացման, ժողովրդի ազգի թուլացման քաղաքական նպատակների շրջանակում է։ Եվ ինքն էլ Այսինքն իրենք իշխանության էին եկել Հայաստանը կորցնելու համար։ Միակ հնարավորությունը իշխանություն պահելու դա թույլ պետությունն է, թույլ ժողովուրդը։ Հիմա ըստ պարտության հարություն աշխենով փոխել են քաղաքականությունը։ Ես իմ բացատրություն ում որ ասենք ով ռազմական գործողությունների ասենք բարձրաստիճան մասնակիցներ եւ այլն հարցնում ես որ ինքը դավաճանա թե ինչ ես կարծում ինքը նախապես գիտեր հատուկ է սա արել թե բանի արդյունքում այսպես ստացվել չկազմակերպվածության չկարողանալու այլ ուժերի դավաճանության խոստումներ չկատարելու եւ այլն ոչ ոք չի ասում որ սա ինքը ուղիղ դավաճան է այսինքն հատուկ իմացել է որ ասենք բան չկազմակերպի ռազմաճակատը փլվելու է այլ որ դա նույնիսկ ասենք Աշոտի մասին են ասում որ իրոք մարդը փորձել է կռվի եսին ինչ անի հետո մտել հանել են զորով շատ ասենք Նիկոլ Փաշինյանը չսիրող գեներալներ ուրեմն այդ գեներալները իրենք մասնակից են պարտության եւ շատ հեշտ է իրենց մասնակցությունը եւ պարտությունը գցել թշնամու վրա, ոչ սեփական անկարողության կամ հանցակցության, չեմ ուզում ուղիղ կերպով մատնշել ինչ որ մեկին, որը հանցակից է պարտության, բայց մենք գիտենք, որ ասենք նույն գեներալները, որոնք 2021-ի փետրվարին հայտարարություն էին տարածում կոչանելով կառավարության հրաժարականի եւ փաստացի դա ընկալվում էր որպես հեղաշրջման փորձ եւ դա որակվեց որպես հեղաշրջման փորձ իրականում ոչ մի բան էլ չարեցին որպես այդ կառավարությունը հրաժարական տա ոչ մի բան բացի այդ հայտարարությունից եւ հետո էլ զգաստ էին կանգնում երբ որ գլխավոր շտաբի տեղակալի պաշտոնը զբաղեցնող գեներալ լեյտենանտ Ստեփան Գալստյանը պարոնակ սպաներ էր գոչում նրանք բոլորը անկեղծորեն զգաստ էին կանգնում Նիկոլ Փաշինյանի առաջ հա դե հիմա բայց այդ եղել է ելնելով նրանից որ նրանց մեջ էլ համոզմունքը եղել է որ նա դավաճան չի ես չեմ պատկերացնում որ տենց շարքը կարող է զգաստ կանգնել եւ ոչ մեկը այնտեղ բայց դրա տրամաբանական բացատրությունը որը հնչում է այդ հայտարարության եւ հետո հետ կանգնելու վարչական դատարան դիմելու եւ այլն իմ լսած ամենատրամաբանական բացատրությունն է նա որ Մոսկվայից զանգել են Օնիկ Գասպարյանին ասել են որ այսպեսի բան է ասել Նիկոլ Փաշինյանը այնինչ Օնիկին ուրիշ բան է ասած եղել նա հայտար եւ երևի թե հետնել ասել են ինչ-որ ձևի արձագանքի եւ այլն սա արձագանքել են այդ բանը շտաբը արձագանքել է դրան այնուհետեւ Մոսկվայից էլի հետ են զանգել եւ ասել են որ հետ մի արձագանքեք հետ քաշվեք այսինքն այդտեղ այդ բոլոր վարկածների մեջ Մոսկվայից այն երկրորդ զանգը որ եղել ասել են հետ քաշվեք դա ոչ մի տեղ չի բացակայում որ ասենք Մոսկվայից ստիպել են որ ոչ մի քայլ չձեռնարկվի Օնիկ Գասպարյանը ես տեսել եմ եւ այդ հայտարարության օրը եւ այդ հայտարարության հաջորդ օրը ինչ է ասեն իհարկե վարկագծի ակնհայտ փոփոխություններ կան եւ մնաց ամեն ինչն էլ կար իհարկե ակնհայտ էր որ միայն իր որոշումը չի եղել դա հա եւ ակնհայտ էր որ ասենք ինչ որ մարդիկ ռեալ հավատացել են որ իրենք այո պարտավոր են կառավարությունը այդ վիճակում հրաժարականի կոչ անել բայց դրա հետևից ասենք փոքր դեպք հա Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու դեպքը նախորդեց ավելի շուտ Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու մարդիկ երևի հասկացան որ այսպես հատիկ իրենց էլ կարող է պաշտոնանկ անել ինչ որ հարցազրույցի ինչ որ հատված կամայական մեկնաբանելու արդյունքում
բայց փաստը ունի փաստ, որ մարդիկ լինելով բարձրաճյան գեներալ, բարձրաճյան սպաներ, ունենալով բնական եւ բարոյական պարտավորություն միջամտելու երկրում տեղի ունեցող աղետալի գործողություններին, աղետալի երևույթներին, հա, իրենք դա չարեցին։ Արեցին շատ անատամ ձևով, արեցին շատ անարդյունք ձևով, հա, եւ հետո իրենցից ոմանք պաշտոններ ստացան, հրաժարվեցին իրենց հայտարարությունից քաղաքական չեզոքություն։ Ցուցակում ոչ ոք չկա։ Այդ ցուցակում բոլորը հիմնականում ազատվել են բոլորից։ Էդվարդ Ասրյան։ Զբաղեցնում է գլխավոր շտաբի պաշտոնը։ Բոլորի պաշտոնները փոխվել են։ Էդվարդ Ասրյան։ Մի 3 հոգին բարձրացել է մնացել։ Հա։ Շարունակեմ։ Հա, բայց այդտեղ մի հատ ուրիշ բան էլ կա, Ավետիք ջան, այդտեղ հարցն է, որ ոնց որ դրսից ստուգում էր, թե ով կարա, ով է պատրաստ, ինչով ով համաձայն չէ իրավիճակի հետ, ով է ուզում ռևանշ, ով է չգիտեմ ինչ անը, մի հատ ստուգում են այդ ակտիվ տղեկ ովքեր են, հետո տղեկին ուղարկում են տուն, ասում են դե լավ գնացիք տուն։ Այդպիսի բան էլ կա։ Դե ամեն դեպքում, հա, բայց այստեղ ես ասենք իմ համար այդտեղ մարկեր, որպես ուղղակի ցույց տվող մի բան, հանդիսանում է Հնդկաստանի ամենածանրակշիռ աղբյուրներից մեկի տված տեղեկությունը այդ մասին, որ Հնդկաստանը ուղղակի բաց հայտարարեց, որ մենք Հայաստանի հետ օրհասական վիճակում եղած ժամանակ 3 ուղղություններով առաջարկել ենք օգնություն։ Լավ պատկերացնենք, որ դա արդյունաբերական գերհզոր երկիր է, այսօրվա Հնդկաստանն էլի։ Եվ հայկական կողմը հրաժարվեց հայտարարելով։ Այս հայտարարությունն է, որ ինձ մեղվել է, էլի սրտիս մեջ, որ իշխանական վերտիկալը պարալիզված է եւ անգամ ստանալու դեպքում դժվար ենք պատկերացնում, որ մենք կհասցնենք այդ ամեն ինչը տեղ։ Ես հստակ տեղեկություն եմ, որ նույնիսկ Իրանն է ինչ-որ օգնություն, ոչ ուղիղ ռազմական միջամտություն, այլ ինֆորմացիոն մասով, հա, Չէ, հանդիկները կոնկրետ այդ 3 ուղղությամբ որ ասում են, եւ մանրամասնում են, թե ինչի մասն է խոսքը։ Բայց նաեւ գիտեմ, որ Իրանը որոշակի աջակցություն արձակել եւ պատասխանը եղել է սպասեք կզանգենք։ Զանգել այդպես էլ չի եղել։ Ես ինձ թվում է, որ դուք քիչ Չէ, եւ ես այդ թղթերը տեսած չլինի, չէի ասի իրականում։ Ես գիտեմ, որ իրանական ասենք փաստն է նա, որ առաջին պատերազմի ժամանակ, երբ որ մեր բաները զորքը մոտեցել է հորադիսկ այրանին, իրանական հրետանին կրակել է մեր զորքի վրա, որ մենք չմտնենք, որտեղ ադրբեջանցի չի եղել այդտեղ, իրանական հրետանին թույլ չի տվել, որ մենք գրավենք կարևոր երկաթգծային հանգույցը։ Բայց մյուս կողմից էլ, երբ որ 93 թվականին մեր հրամանատարությունը անակնկալի է եկել եւ այլն, որս ինչը կատարվում, ասես բան չենք պատկերացնում, կապ են հաստատել Երևանի հետ, Երևանից ասել են, որ ոնց դուք ասել եք այդտեղ, կողա ապուշեք, շուտ հետ քաշվեք, ու այդ հորադիսը գրավել են, բայց կայարանը չէին վերցել, կայարանը ադրբեջանցիներն էր։ Դա դրան հիմա այդ օրինակ դա փաստ է, բայց այդ որը կգանք ձեր փոխարեն, չգիտեմ, ես կանենք։ Ձեր փոխարեն չէ, այդպիսի բան առաջարկություն ընդհանրապես չի եղել, չէր կարող լինել, բայց 93 թվականին, երբ իրանական ռազմական օդանավը տրանսպորտային ուղևորա տրանսպորտային, որտեղ 30 հոգի զինվորական կար այնտեղ խփվեց Ստեփանակերտից մի քիչ հյուսիս եւ Իրանը կարող էր դա օգտագործել որպես պատերազմի առիթ եւ լավնես դնգստոց կլիներ, հա, իրենք ոչ մի քիչ չձեռնարկեցին բացառությամբ դիվանագիտական թեթև նոտաների, բայց ամեն դեպքում եւ հիշեցնենք նաեւ որ այն ժամանակ Թեհրան հենց այդ պահին, երբ որ այդ օդանավը խփվեց, Իրանում Թեհրանում էր գտնվում Ժիրայր Լիպարիդյանը, որին Լևոն Տեր-Պետրոսյանը մտածում էր, որ կարող են պատանդ վերցնել, այդ պահին կար լուրջ այդ վտանգ վախը կար, հա, բայց այն ժամանակ, ասենք, հա, կարող հրետանիով գրակել են մեր առաջ խաղացող զորքերի վրա, բայց նաև չեն արել բացարձակ, ասենք, թշնամական գործողության ընդդեմ թշնամական քայլեր չեն ձեռնարկել։ Ամեն դեպքում այսօր Իրանը հասկանում է, որ 20 թվականին մեծ եւ արտահայտվել են, հա, 20 թվականին մեծ սխալ են թույլ տվել եւ մեղադրել են իրենց այն ժամանակվա ղեկավարին։ Այո։ Այն ժամանակվա ղեկավարին մեղադրել են, որ չէր կարելի Թուրքիայի հետ խաղեր տալ։ Այսօր են մազել են փոխում, որ հիմա նորից խաղեր է Թուրքիայի հետ, նորից քաշվեց Իրանը։ Ամեն դեպքում այսօր մազել են փոխում, հասկանալով, որ իրենց հյուսիսային սահմանների երկարությամբ մի քանի 100 կիլոմետր լրացուցիչ
լարված սահման է առաջացել, որը կարող է օգտագործվել եւ ռազմական ագրեսիայի համար, եւ տնտեսական Ինչպես ագրեսիայի կարող է հայտնվել Թուրքիայի գերակայության ներքո այդ ամեն կամ ինչը։ Իսրայելի։ Չէ, Թուրքիան Իսրայելից փոխված չի։ Երկե։ Որովհետև ես չեմ հավատում Ինչքան էլ իրար մեջ կզվրտվեն, այո, իհարկե։ Բա մենք կգնանք հեսա կկռվենք Իսրայելի դեմ, ռազմական միջոցներով կլուծենք հարցը, քանի անգամ գորգորած 1000 նավ եմ ուղարկում, հեսա կգնա կհասնի, մի հատ նավ կես ճանապարհը չհասավ։ Մի հատ նավ որ ասենք, էլի։ Եվ այդ ամբողջ ընթացքում շարունակում է նավթ վաճառել, շարունակում է զենք վաճառել, զենք գնել։ Այ ախպեր, հիմա հասկացանք էլի, այդ կարելի անել 1 2 5 15, բայց sense տարիներով գնում է։ Ու ոչ մի լցանավերը Ջեյհանից մինչև Հայֆա անարգել գնում են։ Ոչ մի խնդիր չկա։ Ու հանկարծ հա մենք կգնանք, նրանց հարցը կլուծենք եւ այլն, ռազմական, ես դա լսել եմ բարձրաստիճան պաշտոնյաներից, էլի։ Առաջին միսը Արևելյան Միջերկրածովյան ավազանում կտեսնենք թուրք-իսրայելական համատեղ ձեռնարկություններ գազային եւ նավթային արդյունահանող կլինի։ Այդ առումով ամենապարադոքսալ բանը ես այս տարվա սկզբին տեսել եմ Պաղեստինում, որտեղ շատ սիրում են հայերին եւ շատ սիրում են թուրքերին։ Բայց ամենազարմանալին որ սկսել են սիրել նաեւ Հիսուսին, չնայած իրանք մի զգալի չափով մուսուլման են։ Եվ այդտեղ մի բան կա, սրճարան կար, որտեղ հայկական եռագույններ կախած արաբների պատկանող բաներ էլի Բեթխեհեմում, ասի ինչու է դրոշը կախված եւ մտածեց ես թուրք եմ, ինչ եմ, ասես չէ մենք տենց անկապ դրոշներ ենք կախված, ասի չէ մի խառնվի, մենք հայերը գիտես ոնց ենք սիրում, բան, ասեմ բայն դեմից այդ պատասխանները ինչ է անկապ դրոշը կախած, ոչ մի ուրիշ դրոշ չկա, Պաղեստին դրոշն է կախած ու Հայաստան դրոշն է կախած, բանի, մի հատ սովորական բան է էլի Չէ, իրենք գիտեն ինչի են դա կախել։ Հա, համոզված է։ Ուրիշ դրոշ չկա, որ ասես 10 դրոշ է կախած, մեկն էլ Հայաստանն է։ Չէ, խորը հասկացող մարդ կա հետևում կանգնած, որովհետև երբ որ Հռոմի Պապը եկավ այստեղ, նախորդ Հռոմի Պապը մասնախոսքը եւ ասաց, որ ես խնդրում եմ, որ հայերը բարձրացնեն Մերձավոր Արևելքում ընթացող քրիստոնյաների գենոցիդների հարցը, որովհետև միայն հայերն են ի վիճակի դա անել եւ միայն նրանք են կարողացել սեփական գենոցիդի հարցը ամբողջ հասակով կանգնեցնել քաղաքակիրթ մարդկության առաջ, հասկանալի դարձրեց, որ հա ինքը հայերի սատարման կարիքն ունի, մենք էլ ընդհանրապես ոչ մի բան տեղ չդրեցինք, չհամարեցինք, որ Հռոմի Պապն եկել, այ Հռոմի Պապ, ես այդ ժամանակ ասի, որ Հռոմի Պապի մի էջ կարդալու վրա 1000 մասնագետ է աշխատում, որպեսզի նա կարողանա օպտիմալ արտահայտել այն իր թիկունքում կանգնած շահերի աներևակայելի բազմությունը, որը սփռված է ամբողջ աշխարհով 1 միլիարդ մարդու պատասխանատու է այդ մարդը։ Մեր մոտ էլի մնաց տենց ձայն բարբարո անապատին, հա։ Այս շաբաթվա մյուս հետաքրքիր իրադարձությունները, որ մի կողմից կարծես թե լրացվել են, այսպես հետին պլանամղվել, այդ Նիկոլ Փաշինյանի մեր եկեղեցու դեմ սանձազերծած բանը, գրողներն է, բայց երկու հետաքրքիր ուրեմն իրադարձություններ եղան, մեկը այդ բարեփոխման խորհուրդը հայտարարություն տարածեց, որ կոչ են կանում այդ եպիսկոպոսների ժողովը անել Հայաստանում, բայց դա կստորագրված չէր, թե ով է ստորագրել խորհրդի անունից ընդհանուր էր հայտարարությունը, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը միած հիմնադիրն է այդ խորհրդի, ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանն է կոչ անում, որ այդ եպիսկոպոսը ժողովը անեն Հայաստանում։ Ես վստահ եմ, որ մենք զանգեցինք Նազելի Բաղդասարյանին, որ իմանանք էլի հաստատ ինքն է, բան թե ասենք Կճոյանը իր անունից է տարածել հայտարարություն, բան կատակ եմ էլի անում բնական։ Ուրեմն բայց Նազելին Բաղդասարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգին, մի հեռախոսահամարը խմբագրության բլոկի մեջ է, արկել է, փակել է, մյուսը չի պատասխանում եւ այլն, եւ ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում, որ եպիսկոպոսած ժողովը անեն Հայաստանի տարածքում։ Գործուն ենք էլի հերթական սահմանադրության խախտման հետ, որ նորություն չի։ Երկրորդ իրադարձությունը, որ անցած շաբաթվանից էր ու դրա ոնց որ եկեղեցին պատասխան արեց, այդ հայցի ապահովմամբ, որ այդ Գևորգ Սարոյանը մնաց դեռևս եպիսկոպոս Գևորգ Սարոյանը մնաց Մասյացոտնի թեմի առաջնորդ, հիմա եկեղեցին դիմել է դատարան, որ այդ նախկին Տեր Արամին Ստեփան Ստյոպիկ
Ասատիրան, Ստեփան Ասատիրան դրան եկեղեցին Հովանավանքը հետ հանձնի եկեղեցուն եւ բնակարան ունի Երևանում, որ այդ բնակարանը հետ տա Ծառայական բնակարան, որը նշանակում է, որ այնուամենայնիվ այդ դատական process-ի մեջ մտնում է եկեղեցին, չի կարող խուսափի, որտեղ ուրիշ ձևով չեն գնալ ծեծեն հանեն բնակարանից կամ եկեղեցուց։ Դե վերջո սա քաղաքացիական հայցեր են, բայց այն մյուս հայցը հայ մասեցոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու կամ պահելու հայցը, դա բացարձակապես եկեղեցու իրավասության պահպանել տեղը ինչի։ Ես առավոտյան կարդացի, որ ոնց որ տեղը փողը տնօրենի, չէ՞, այդպեսի բան կա, դատարանի վճռում բան կա, որ ինքը իրեն շատ վատ ազգում, ինչ որ ընկճված ազգում, եթե փողը տնօրենի եւ դատարանը վճռել է, որ ինքը հոգեկան ապրումներ չունենալու համար, ինչ որ հուզական եսի։ Դե լավ, դատական փողը թողել են որ տնօրեն։ Լավ, եթե դատարանում պիտի հոգեբանական ինչ որ վերլուծությունների դաշտ դառնա, բայց իմ հետ էլ էր այդպեսի բան եղել, համալսարանի ԿՊ-ական ռեկտորը իմ վրա որ գրել էր, իմ դեմ խոսել էր, չէ, որ ես փողով գրող եմ, էսի ինչ եղել են, ես էլ գրել էի, որ եթե դու չափացես, որ ես կյանքում մեկի դեմ փողով գրել եմ, դու ԲՏ-ես, ինքն է գնացել էր քաղաքասում գրել էր, որ ես այդ արտահայտությունից հուզական խորը ապրումներ եմ ունեցել։ Ես ինչ եմ, ես շատ խնդալու հայ հետացան, բայց պարոն Խաչատրյան, ես ուզում եմ, որ դուք անդրադառնաք այդ նախ իրավունք ունի պետությունը դատավճիռ կայացնի եւ խառնվի եկեղեցու։ Նախ սկսենք նրանից, որ դրանք արմատապես տարբեր իրար հետ կապ չունեցող բաներ են։ Այսինքն մեկը համաշխարհային կառույց է։ Հայոց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի գլխավոր խոշորագույն նրա ինքնությունը կրող, ինքնության արժեքները անտեղած իր մեջ համաշխարհային կառույցն է։ Մյուսը դա լոկալ պետությունն է։ Լոկալ պետություն որպես համաշխարհային կառույցի խնդիրները իր ներսում նա չի կարող լուծել։ Դրանք տարբեր հարթություններում գտնվող կարևոր, բայց այս տեսակետից պետք է դիտել, իսկ արդյոք պետությունը որպես այդպեսին իր սահմանադրության շրջանակում այդ իրավունքները ունի, թե չէ։ Այսինքն ամեն դեպքում պետք է նայել, թե եկեղեցին պետությունից անջատված է, թե չէ։ Նախ սկզբից ասում ենք, որ եկեղեցին օրինակ գնում դասավանդում է դպրոցներում, որը այնքան էլ տես չէր։ Այնքան էլ տես չէր։ Բայց քանի որ պետք է եկեղեցին դպրոցի եկեղեցուց անջատենք, ուրեմն բերեք անջատենք։ Հայ ժողովրդի պատմություն հայտարարենք եւ վերջ։ Եկեղեցու պատմությունը։ Հիմա եկել է ժամանակը, պետությունն էլ պետք է անջատված լինի եկեղեցուց, այդ ոչ մի խնդիր չկա, իշխանությունը պետք է անջատված լինի եկեղեցուց։ Հիմա ասում են, չէ, իշխանությունը կարող է եկեղեցում ներսում գործել օրակարգ հասարակ եւ հիմա վերջապես երբ որ մենք խոսում ենք ինչ հավակնություններով է այդ ամենը ընթանում բերեք ամենաչոր հաշվարկը անենք էլի առավել չոր հաշվարկը կաթողիկոս փոխել այդ մեկ չէ կաթողիկոս փոխել դա հնարավոր չի որտեղ նա օցիալ է այսինքն դա իշխանության նայած շրջանակի պաշտոնյան չի դա պաշտոնյա չի որը վերցնում ենք դնում ենք խնդիրը կաթողիկոսին փոխելու եզակի հնարավորությունը դա հասարակական այնպիսի բողոքի ալիք առաջացնելն է որ կաթողիկոսը էլ հնարավորություն չունենա մնալու այդպիսի բաներ կարող է լինեն բայց ամեն դեպքում հայտարարված նպատակի կաթողիկոս փոխելը չէ լսեք երբ որ հայտարարված նպատակը կաթողիկոս փոխելը այսօր Հայաստանում ամենամեծ համարումը կազմակերպություններից ով ունի եկեղեցին 79% ըստ Կովկասյան ըստ Կովկասյան բարոմետրի տված տվյալների որը համարվում է իբր թե չասեմ լավ որ չվիրավորվեն մարդիկ որը համարվում է անկախ հետազոտող եւ 79% հիմա ինչքան է մեր իշխանությունների ռեյտինգը այսօր իրանց ասում են 30%-ի մոտակա թողը մի 30 չնայած դա իմ խորին համոզմամբ ռեկորդային թիվ է այսօրվա համար բայց եթե չէ լավ 30-ը 30 ասենք 30-ը հենց ասեցիք լավագույն թիվը վերցնում ենք դնում ենք հիմքում 79-ից 2 եւ ավելի անգամ պակասը հիմա որևէ մեկի համար թող կասկածելի չլինի որ ներկայիս եկեղեցին մի զգալի չափով Գարեգին II-ի արասն է որովհետեւ Վազգեն վեհափառը եկեղեցու կազմակերպմանը համեմատաբար սակավ է մասնակցել
սահմանափակ ա եղել ժամանակը, ինքը երկիրը ոտքի վրա չի եղել, հարահոսուն ա եղել եւ այլն, Գարեգին երկրորդը դրանով շատ քիչ ա զբաղվել եւ երկրորդ ա եղել, եկել դարել առաջին։ Եկել դարել առաջին եւ հիմա Գարեգին երկրորդը զբաղվել է այնքանով որքանով ինքը ի վիճակի ա եղել, բայց արդյունքը 79%-ն է։ Հիմա ինչից ենք մենք ելնում, երբ որ ասում ենք, որ այ բոլոր օրենքներին դեմ այս մարդուն պետք է հանել։ Իսկ որտեղ է երաշխիքը, որ հաջորդ իշխանությանն էլ դուր չի գա հաջորդ։ Կաթողիկոսը, որը իրանցը չի։ Եկել ենք մեր քիմքին չի համապատասխանում։ Մի հատ էլ այս մեկին էլ փոխենք։ Հիմա չէ, մի հատ բերեք պարզ պատկերացնենք, իսկ ինչ է նշանակում հայոց առաքելական եկեղեցի։ Հայոց առաքելական եկեղեցին դա բրգաձև կառույց է, որի բոլոր ուժագծերը կանգնած են գագաթում։ Դրա համար ես ամեն անգամ ուղակի ասել եւ խնդրել եմ, որ մեր եկեղեցու գլուխը, ես անձնական հարաբերություններից դուրս մարդ եմ, ես չունեմ հարաբերություններ հետը, բայց որ մեր եկեղեցու գլուխը պետք չի որ քննադատի իր դեմ եղած քննադատությունները։ Թող դա անեն ուրիշները, որովհետեւ երբ որ հարվածն իջնում է գագաթին, եկեղեցին կարող պարալիզվի։ Ճիշտ է, ոնց որ բուրգի գագաթի քարը հանեցիր, նրա ուժագծերը շատ ծանր բան է, չէ՞։ Հիմա տեսեք, այս գլխատող հարվածները, որ հասցնում է Իսրայելը, հա, մենք այդպիսի գլխատող հարված բաց ենք թողել հոկտեմբերի 27-ին, եթե հիշում եք, հա։ Այսինքն գլխատվեց, մասամբ իհարկե ոչ լրիվ, բայց գլխատվեց երկիրը։ Մինչև հիմա հələ դեռ այդ փլուզումը շարունակվում է, հավատացնում եմ ձեզ։ Մինչև հիմա հələ դեռ այդ ուժագծերը, որոնք հատել են վերևում, բուրգը հատած են, դեռևս խելքի չեն եկել։ Հավասարակշռության վիճակի չի։ Այդ ամենի հետ դեռևս գործ ունենք։ Հիմա այս ոնց է որ մենք sense հանգիստ մտածում ենք, որ կարելի է հանել, փոխել, դնել, բերեք մի հատ էլ նայենք, մի հատ էլ բարենորոգչական ինչ որ ես ասել եմ հիմա էլ կասեմ էլի, որ լավ էին ասում էլի սովետական վաղ ժամանակների այն խորը իմացող ոնց որ Վերիսաև, Բերձիաև եւ այլն էլի այդ մեծ մտածողները ասում են, որ երկու բան չի կարելի ռեֆորմի ենթարկել։ Եվ Ստալինը հասկացավ վերջը դա։ Մեկը գիտությունների ակադեմիան չի կարելի ենթարկել, որովհետև դուք երբեք չեք մտնի եւ չեք կարող գիտակցել այն գիտական խորությունները, որին նա հասել է, եւ ինչպիսի արտահայտություն դրանք կունենան ձեր երկրի ճակատագրի համար ապագայում։ Երկրորդը չի կարելի ռեֆորմի ենթարկել եկեղեցին, որովհետև դուք երբեք չեք գիտակցելու, թե ինչպիսի արքետիպային թելերով է նա կապված իր ժողովրդի զանգվածի հետ։ Ինչն է այնտեղ տուժելու, դուք մինչև վերջ չեք գիտ։ Դրա համար ես միշտ ասել եմ, որ եթե սենց է հարցը, եթե դնում ենք այսպիսի կեղծ օրակարգի հարց, օրակարգը կեղծ է, որովհետև նրանով քանի տոկոսն է հետաքրքրում։ Հիմա մենք այս երեկով նստած, ոնց որ թե հասկացող ինչ որ չափով մարդիկ ենք, խոսում ենք դրանից եւ ինչի ենք խոսում, որովհետև այդ օրակարգը իշխանությունը պարտադրել է։ Քանի տոկոսն է հետաքրքրված։ Բայց բան խոչըտեն մի քանի 100 հոգի շրջիկ թափառախում է։ Նախորդ բանը ասեմ, որ իրական հետաքրքրված է ամբողջ հասարակությունը։ Ամբողջ հասարակությունը։ Որտեվ իհարկե, որտեվ եւ այն մարդիկ, ովքեր սիրում են եկեղեցուն եւ մարդիկ, ովքեր չեն սիրում կաթողիկոսին եւ չգիտեմ սիրում են բոլորին հետաքրքիր է, բայց բարենորոգում կոչվածը շատ քիչ դրան հետո կգանք էլի։ Հիմա բան խաչատրեն։ Օրակարգը, որ դուք ասեցիք, ինքը ընթանում է հարափոփող առանցքների վրա, ճիշտ է։ Առաջինը որ կուսակրոնությունը հիմա դրա մասին խոսք չկա։ Հետո ասում են, որ ագենտուրա է։ Հիմա ագենտուրա է, բանից պարզվում է, որ հետո Վազգեն վեհապարն էլ ագենտուրա ա եղել։ Այդ դեռ ցավտան եմ, ամեն ինչ հասկացանք։ Բայց բերեք սրբությունները գոնե հանգիստ թողնենք։ Այն էլ գնացած մարդկանց հետևից էլի։ Չէ, այստեղ խոսում ենք ընդհանրապես ասած ենթադրությունների մասին, հա, որ ագենտուրան էլ է ենթադրություն, կուսակրոնության ուխտի խախտում էլ է ենթադրություն։ Ինչ ենթադրություն չկա տես բան։ Եվ լսեք, կաթողիկոսական երթման մեջ այդպիսի կետ չկա, որովհետև դու ունեցել ես հիմնադիր Գրիգոր Լուսավորիչ, որը ամուսնացյալ է եղել, երկու տղա է ունեցել։ Հիմնադիր չասենք, առաջին կաթողիկոս։ Առաջին կաթողիկոսը հիմնադիրն է, այդ ցավ տանում, այսինքն կաթողիկոսական գայի հիմնադիրը այդ մարդն է։ Հիմա այդ մարդը ամուսնացյալ է եղել։
Հիմա Սահակ Պարթևը ամուսնացյալ է եղել, թե չէ։ Այո։ Մեր եպիսկոպոսները ամուսնացյալ են եղել, թե չէ։ Նրանց մասին բոլոր գրածները, նույնիսկ Շահապիվանի ժողովում գրածը։ Սահակ Պարթևի թոռ։ Այո, եւ այդ ամեն ինչից հետևում է մեկ բան, որ նրանց մասին խոսում են, որ կին ունես մի շնացիր։ Էս է եղել։ Եվ հիմա, երբ որ մենք այդ ամեն ինչը, հա, ես բազմիցս էլի ասել եմ։ Հիմա հասարակությունը ինչով է հետաքրքրված։ Հետաքրքրված է նրանով, թե կուսակրոնությունը կա, կուսակրոնությունը չկա, այս ամեն ինչը պարուրված է մի այնպիսի գամմայով անընդհատ նոր արժեքներ եւ առանցքներ դնելու այդ հարցի մեջ, որ ես սկսում եմ մտածել ինչի համար է սա արվում, սա ինչ ծխացածկույթ է, էլի։ Որովհետեւ հասարակություն դու չես կարող որպես իշխանություն չզգալ, որ հասարակության ճնշող մեծամասնությունը չի արձագանքում դրան։ Եթե դու օրակարգ մտցրեցիր, օրինակի համար, օրակարգ ենք մտցնում մեր անվտանգության խնդիրները։ Կարևորագույն խնդիրներից 2-3-ը կարձագանքի հասարակությունը, թե չէ, բա իրանց ապրելու հարթավուր չեն արձագանքի։ Եթե կդնես խնդիրներ, այդ խնդիրները կքննարկեն, մեծ հետաքրքրությամբ կլսեն մասնագետները։ Բայց եկեք կուսակրոնության թեմային անդրադառնանք, էլի։ Հիմա իշխանության հիմնական բանը ասում է, որ ինքը կաթողիկոս չի, Նիկոլ Փաշինյանը իր վերանով ասում է, որ ինքը կաթողիկոս չի, որտեղ Էլ չի ասում։ Այդ փաստարկը վերացել է։ Ընդհանրապես չկա այդ թեման։ Դե այդքան ասացինք, բացատրեցինք հիմա։ Հետո չկա արդեն հիմա էլի չկա նաև արդեն բանը։ Հիմա երկրորդ հարցը։ KGB-ի գործակալի հարցն էլ չկա։ Դա չկայացան ասեմ FSB-ի գործակալ։ Չկարողացան լեզուները չի ֆռում հայերեն տառել։ Այլ երկրի գործակալ։ Իհարկե։ Ճիշտ է ասածը, բա եթե չես ապացուցում, ինչու՞ ես մեղադրում։ Բնականաբար չկա, որովհետև ասկի նույնիսկ աղացան իր բերանով չի ասում։ Չի ասում են տարաբնույթ փողեր են բռնել։ Այդ էր ցավտանեմ։ Եկեղեցին այլևս չունի հակապատկան։ Չէ, բայց Վանեցյան ասեց, եթե տես լիներ, ես կբռնեի։ Ասեց, եթե ես իմանամ, որ ինչ-որ մեկը գործակալ է, ես իրան կբռնեմ։ Իհարկե դեռևս Հայաստանում օտարերկրյա գործակալ, բայց ինքը ասում էր, որ բանի սովետական միությունը մեր հայրենիքն է եղել, այդ համագործակցության պարտադիր է եղել, արտասահման գնալու համար ստորագրությունը ստվել, ես իմ չես արել եւ այլն, ու ասում էր, բայց եթե օտարերկրյա գործակալ է, ինչու իրեն չեն ձերբակալել, եթե ես իմանայի, ես կձերբակալեի, բայց իհարկե այստեղ պետք է ասել, որ երբեք, այսինքն ես չեմ հիշում այդպիսի բան, որ Ռուսաստանի FSB-ի գործակալ Հայաստան ձերբակալվի։ Ավելին գիտեմ, որ ասենք FSB-ն մտել է Հայաստանում այն բաներ դեզերտ կենտրոնական հետազոտական վարչության գործակալ հիշում եք որ ձերբակալվել։ Չէ, էլի չէ։ Գիտեք, որ կա պայմանավորվածություն, որ եթե հանկարծ Մոսադի գործակալ Հայաստանում ձերբակալվեց, արտահանվում է Գերմանիա։ Այդպիսի պայմանավորվածություն կա։ Գրավոր, թե բանալի։ Գրավոր էլ կա։ Երկե։ Դե չգիտեմ, ամեն դեպքում ես փորձում հիմա ինֆորմացիայի Մոսադը այստեղ շատ զբաղված է իրանցիներ հավաքագրելով, եւ ոչ միայն այստեղ, հա, եւ Վրաստանում են դա անում, եւ Ադրբեջանում են դա անում, եւ ամենտեղ որտեղ փորձում են անում են, բայց այդպիսի պայմանավորություն կա, որ եթե հանկարծ ինչ-որ մեկին այստեղ բռնեցին, ինչ-որ բանի վրա բռնվեց, հա, Գերմանիային արտահանվում անմիջապես։ Ну ամեն դեպքում ես տեսել եմ միայն թուրքական եւ ադրբեջանական այդպիսի դատեր եմ հիշում էլի որ ասենք Թուրքիայի հետ աշխատող եւ Ադրբեջանի հետ աշխատող եւ իրապ են բաններ մի հատ խնդալու դատ կար այն ուսանողը որ եկել էր բանից չգիտեմ հիշում եք դա թե չէ եկել էր բանից Վերնիսաժից 5 գրքեր էր առել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հետո ինքնաթիռով տանելուց բռնել էին, բայց մեր հարստությունը տանում ես եւ այլն, հրանդիկներ գալիս այդ տղայի դատին մասնակցում էր բան, ասում են ուսանողը հայերեն է սովորում եւ այլն գնացել է գրքեր ինչ որ, նու չգիտեմ կարող է ինքը գործակալ, բայց գործը հիմնվում է նրա վրա, որ օդանավական իր մոտ հայտնաբերվել են հայերեն գրքեր։ Բայց ամեն դեպքում պետք է հիշենք նաեւ որ բայց ուրիշ բան տեսական թեմաներ, հա, Թուրքիայով։ Նո ամեն դեպքում այստեղ պետք է ձերբակալ հիշածը ամենագլխավոր էլի։ Այդ մեր առաջինն հələ որ Գերագույն խորհուրդ էր, ոչ թե ազգային ժողովը։ Երբ որ բերեցին Դավիթ Շահնազարյանին, թե արի մի հատ զեկուցի, թե ինչ վիճակ է մեր մոտ, դու պետանվտանգությունն ես ներկայացնում եւ այլն եկավ ասա ձեր մեջ նստած Պարսկաստանի ագենտներ էլ կան, Իսրայելի էլ կան, էս էլ կա, այն էլ կա ու ես ոչ մեկին չեմ հիշում գնացած հերի բռնացել են ասում որ այ ինգեր քեզ ասեցին որ ոնց որ թե դու ես ագենտ կամ
Լավ, ասա ովքեր են այդ ագենտները, մի հատ փորձ պատկերացնենք, եթե մեր մեջ նստած են, մեր օրենքներն են գրում, հա։ Լրիվ է շպիոնոնիկի պատմությունն է, ու բոլորը գիտեն թե ով է։ Դա ցնցող բան։ Երկրորդ հարցը, այստեղ պարոն Խաչատրյան, ոնց իրական ձեր կարծիքով ինչ է ուզում իշխանությունը։ Այսինքն բացի այդ բանը, որ ասենք չլինի Գարեգին երկրորդը լինի, ասենք ավելի բան, որ գա կառավարության նիստերի մասնակցի կամ չգիտեմ, իրենց զանգով ինչ-որ բաներ անի, հա, WhatsApp-ով գրեն ինչ-որ բան ինքը վեր կնա ասի, բացի այս խամաճիկ կաթողիկոսի հեռանկարը, որը պարզավոր Նիկոլ Փաշինյանը ուզում է ուզուրպացնի ամբողջ իշխանությունը, իսկ ինչ այլ հեռահար դուք վտանգներ ու նպատակներ եք տեսնում։ Տեսեք, ինքը առավել հավանականն է, որ յուրօրինակ քաղաքական գծի շարունակությունն է։ Խոսքը վերաբերում է նրան, որ այն պետությունները, որոնք դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, ասենք մեր Բալթյան երկրները, իրենց ներսում ուղղափառ եկեղեցուն ճնշեցին։ Մոտավորապես նույն ոչ այդ մերը մի քիչ ավելի բիրտ էր, նրանց մի քիչ ավելի մեղմ էր, ուղղակի նրանք հնարավորություն ունեին բոլորին սեղմել դեպի կաթոլիկություն։ Սա տեղի ունեցավ։ Դրանից հետո տեղի ունեցավ Մոլդավիայում, բայց ամենածայրահեղականը Ուկրաինայում։ Ուկրաինայում ուղղակի զանգվածային բռնություններ եղան ուղղափառ եկեղեցու հանդեպ։ Յուրաքանչյուր մեկը փորձում էր Մոսկվայի պատրիարքության ենթակա, այո, ուղղափառ եկեղեցու հանդեպ, բայց դա օբյեկտիվ process է։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Խաչատրյան։ Դա օբյեկտիվ չի, որովհետև երբ որ այդ Մոսկվայի պատկանելության թևը հանում է ժողովրդին փողոց, նրանք մի քանի անգամ գերազանցում են նույն ուկրաինական ուղղափառ եկեղեցու փողոց։ Բայց հիմա եթե Ուկրաինան կտրվում է Մոսկվայից, հիմա Ուկրաինան կտրվում է Մոսկվայից, կարա ինքը մնա նրա Չեղան բռնություններ տեսել եք, դե ծեծել են այդ մահակներով, բանով, հոգևորականներին ծեծել են, այդտեն բայց դա օբյեկտիվ չի, պարոն։ Չէ, ես ուզում եմ մենք համեմատենք դրանք իրար հետ ուղղակի։ Օրինակ ես գիտեմ, որ այդ բաները, որ ցարական Ռուսաստանից անկախացան, բուլղարներ եւ այլն, այսինքն ազատագրվեցին եւ նաեւ ռուսական զորքի օգնությամբ եւ այլն, այնտեղ ուղղափառ եկեղեցին բաների ռեֆորմացիայի ենթարկվեց, չէ՞, ու կան եկեղեցիներ, որ բան Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, չգիտեմ, ինչ են անում եւ այլն, դրանով ցույց են տալիս, որ կաթոլիկ չեն, ավտոկեֆալ չեն այդ եկեղեցիները։ Տարբերակներ են, որոնք կարող են լինել, բայց հիմա ինքնուրույն չեն։ Չէ, նույն բանն եղավ էլի, այսինքն սերբերը այսօր էլ ուղղափառ են։ Նույն ազգն է խորվաթների հետ։ Լեզուն նույնն էր։ Ինչ եմ ասում, նույնն էր, որովհետև հենց սկսվում այդ սրանց կաթոլիկ դարձրեցին, սրանց մեջ կային կաթոլիկներ, դարձրեցին կաթոլիկ եւ սկսվեց լեզվի թշնամանքը։ Սկսում են լեզուն փոխել, ճիշտ այնպես ոնց ուկրաինացիները, ասենք փոխում են այնպես, որ ռուսը այսօր լսի չհասկանա։ Առաջ ուկրաինացին խոսում է, ռուսը 100% է, բայց մերը հիմա փորձենք համեմատել։ Հիմա մենք ասեցինք, այս ամեն ինչը անցած process է, որին ականատես ենք եղել։ Դա ինքնություն ընդգծելու process է։ Հիմա ես դու իմ մեծ աղջիկն ես Ավետիք ջան, ես ուզում եմ քեզից տարբերվեմ, դու մորուք ես պահում մազեր ունես եւ այլն, ես թերաշվում եմ, ասեմ ես հակառակն եմ Ավետիքի։ Դա նորմալ բան է։ Չէ, դա նորմալ է, եթե գոյություն ունի այդպիսի ներքին ձգտում հասարակության մեջ եւ դու ընդառաջում ես այդ ներքին ձգտմանը։ Ասած բան Խաչատրյան, ես մի բան կներեք էլի չեմ։ Արևմուտքը ունի հստակ գործիքը կազմ։ Ես Խորվաթիայում անցած տարի եմ եղել 25 թվականին։ Եվ իրենց խոսքը շատ ռուսային նման էր, սլավոնական եւ այդ բանը միանշանակ, բայց իրանք ռուսների հետ ոչ մի կապ չունեն, ոչ կենցաղային, ոչ մշակութային, ոչ այսինքն եւ իրենց հարավային սլավ։ Նույնը չեխերին է վերաբերում, նույնը վերաբերում։ Դա նշանակում է, որ արևմուտքը ունի հստակ բաներ, չգիտեմ, գերմանացիներն են ստեղծել, չգիտեմ, ով ավստրիացիներն են ստեղծել, չէ, դա process-ներ են, որոնք ընթացել են։ Որոնք իրենք սկսում են ներմուծել եւ այդ Ռուսաստանը ինչին որ ինքը հավակնում է, դա կտրում են Ռուսաստանից։ Բայց դա բնական է, եթե արևմուտք Ռուսաստան կա հակամարտություն, հիմա եթե Ռուսաստանը կարողանա կտրի, ասենք Ուկրաինան արևմուտքից չի կտրի, կկտրի։ Փորձում է դա ուժով անել, բայց այնտեղ կա մշակված, մշակութային, մի հատ տնտեսական, քաղաքական, ինչ բոլոր համակարգերով, որ ոնց են կտրում։ Հիմա մենք ես իմ հաջորդ հարցը դրան է վերբերում, պարոն Խաչատրյան։ Չէ, բայց ես չվերջացրի։ Հա, որ փաստորեն մենք էլ ենք դրա տակ ընկնում։ Հիմա ես դրա համար եմ ասում, բերեք համեմատենք։
շատ լավ, այդ ամեն ինչը արել են, որպեսզի ունենան լոկալ սեփական շահերը ներկայացնող եկեղեցի։ Այսինքն դա Ուկրաինայի շահերը պետք է ներկայացնի ըստ Տոմաս էր կոչվում, այն ինչ որ գնացին Կոստանդնուպոլսից բերեցին։ Այսինքն մարդուց, որը ոչ մի կապ չունի ուղղափառ եկեղեցու գլուխ լինելու հետ։ Բայց նրանից փաստաթուղթը բերեցին, ձևական այդ ամեն ինչը շրջաբերվեց։ Լավ, այս ամեն ինչ թողնենք իրանց, դա իրանց խնդիրներն է, մենք ոչ մեկին խելք սովորացնողը չենք, ոչ մեկի խորհրդականը չենք, առավել եւս ոչ մեկի դատապաշտպանը չենք այս դեպքում, բայց բերեք անդրադառնանք մերին։ Այդ մարդիկ ինչա ունեցել են համաշխարհային կառույց ուկրաինական ուղղափառ եկեղեցի։ Մերձբալթյան հանրապետությունները ունեցել են համաշխարհային կառույց հանդիսացող որևէ եկեղեցի իրանց մեջ։ Ոչ մեկը չի ունեցել, այդ մենակ մենք ունենք։ Մենք որպես աշխարհի երկրորդ սփյուռքը։ Այդ մենակ մենք ունենք։ Եվ այդ եկեղեցին դնել այսպիսի փորձությունների շրջանակ, լսեք, ես ուզում եմ միշտ վեր կանգնացել եմ անհատներից։ Ինստիտուտը չի կարելի փորձությունների ենթարկել, առավել եւս այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է եկեղեցին, որը 1700 տարի է գոյություն ունի։ Հիմա ասում ենք, այդ եկեղեցում գործող օրենքներ, այդ օրենքների մեջ եթե դու խորանաս, դու քո հեթանոսական օրենքները կարող ես գտնես։ Կգտնես անպայման։ Այսինքն այն արմատները, որոնք գնում են մինչև քո ձյուծած ներգության սկիզբը, մեջը կա։ Որևէ հայ հեթանոսության արմատները գտնես։ Եվ այդ ժամանակ դու նոր հասկանում ես, թե այդ ինչ հսկայական հարստություն ու գանձ ունես։ Դու երկրորդ սփյուռքն ես։ Այսօր Տրամպը ասում է, թող Նիկոլը գա, ինչի է ասում։ Եվ երևի թե առաջի հերթին, որտեղ նա ֆինանսական ամեն ինչ պատկերացնում։ Այդ մարդու ինստինկտը այդքանն է։ Ֆինանսական է պատկերացնում։ Նա գիտի, որ 1 տրիլիոնից ավել վերահսկում է հայկական սփյուռքը։ Անգիր, գիտի։ Եվ ինքը գիտի, որ իր ծրագիրը առաջ տանելու համար ամեն երկրում ունենալու համար ինչ որ մարդկային խմբեր հայերը լավագույնն են այդ։ Ոչ միայն ցանց են, այլ աշխարհի պատմության մեջ եզակի կոմունիկատիվ ժողովուրդ։ Եզակի կոմունիկատիվ ժողովուրդ, որին չինացիները մեր թվագրության երկրորդ դարում ճանաչել են որպես արտերկրյա առաջին եւ եզակի սփյուռքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ տրիլիարդից տենց շատ փոքր մասի 1 տրիլիոն եւ մի քիչ ավել, ինչպես իրենք են ասում, բան են արել, ինքը որոշեր, ինձ թվում է ինքը չի որոշում։ Չէ, ինքը չի որոշում։ Բայց որ ամերիկյան իշխանությունները դա կարող են ճնշումով ստանալ։ Այդտեղ կասկածի ունեցեք։ Միլիարդատերեր ինչքան ունեք Ամերիկայում։ Բայց ամեն դեպքում եկեք մի բան հաշվի առնենք, հա, որ իհարկե բան Խաչատրյան ճիշտ է ասում։ Եկեղեցին ունի ինստիտուցիոնալ մեծ հզորություն, հա, բայց դրա հետ միասին կրկնում եմ այսօրվա ասածներից մի քանի միտք, հանդիսանում մեր ինքնության, հայ ինքնության ամենահզոր եւ ամենահին կրողը։ Մենք այլևս այդպեսի բան չունենք։ Եվ հարվածը կաթողիկոսը չի, այս մի եպիսկոպոսը կամ այն մի թեմը չի։ Հենց եկեղեցին։ Իրականում հայ ինքնությունն է առաջին հերթին։ Եկեղեցու միջոցով փորձում են հարվածել եւ վերացնել հայ ինքնությունը, աղճատման վտանգ, վերացել հային եւ հայությանը, վերացել անկիրթ չկրթված ավելի շուտ սպառողի արևմտյան բարիկների կամ չգիտեմ ինչի։ Ես առաջարկում եմ, որ այս պետություն եկեղեցին, ինչի մենք պետություն չենք պաշտպանում, բայց եկեղեցին պաշտպանում ենք, սա թողենք մի 5 րոպեից խոսանք 10 րոպեից, բայց մի հատ ուրիշ կարևոր բան կա։ Ես տեսնում եմ երկու բան, հարվածի ուղղություն, որտեղ ուրեմն մեկը այդ արևմուտքի բանն է, որը փորձում է կտրի եկեղեցին Մոսկվայից, այդպես համենայն դեպս այն մարդիկ, ովքեր կապ ունեն ինչ որ դեսպանների հետ եւ այլն, բան իրենց խոսույթից դա է հասկացվում, որ իրենք այդպես դեմ չեն, այս օրինակ չեն քննադատում, չէ, հրապարակային չեն ասում, ես ինչ ես անում եւ այլն, եւ ենթադրելի է, որովհետեւ ենթադրելի է, որ սովետական միությունը իր հետ լրտեսական ցանցերի, չգիտեմ, հաշվարկների մեջ եւ այլն, հայկական եկեղեցին պիտի գրաված լիներ, մտած լիներ դրա մեջ ու հայ եկեղեցին պիտի աջակցեր։ Ռուսաստանի դաշտությունն էլ որպես ժառանգորդ որտեղ քաշում է այդտեղ։ Դա ես կարծում եմ, որ սա շատ տրամաբանական բան է։ Երկրորդը ես մտածում եմ, որ կա այստեղ այն բանը, որ եթե պետությունը կարողանա բանանել գլխատել եկեղեցին ու վերցնի իշխանությունը ու կարողանա, ասենք, ամեն Հայաստանի նոր վարչապետ, նոր նախագահ եւ այլն կաթողիկոս փոխի բանանի եւ այլն, ուրեմն երևացող ու չերևացող ձևերով, էլի օրինակ, ասենք Հռոմ Պապը հրաժարական տվեց, չէ,
ու ի վերջո չիմացանք ինչի հրաժարական տես, որտեղ հրաժարական 10 տարի հետո ապրեց ինքը, չէ՞։ Ինքը ասաց, որ առողջական խնդիրներ են։ Ասաց, որ հյուծված եմ, դեռ ավելին, ասաց, ես հիմա ձեր աչքի առաջ փորձում եմ ձեռքս պահել, sense դրած արմունկի վրա։ Ու երբ որ ընկավ ձեռքը, ասաց, չեմ կարող։ Ես ուղակի չկարողացա պահել։ Ամեն դեպքում որոշակի ես վստահ եմ դրան։ Լավ, էլի են եղել Հռոմի պապեր, բայց շատ վաղ, որոնք ելնելով ֆիզիկական գեր փլուզված վիճակից, այս մարդուն էլ ուրիշ հարցեր կային շատ, մտածա, որովհետև անմիջապես եկավ մի Հռոմի պապ, որը արեց ճիշտ հակառակը։ Այսինքն ինչը որ Բենեդիկտոս ասում էր, որ սա է այսպես է ինքը այսպես խիստ էր, չերևացող էր եւ այլն, եկավ մեկը, ով որ ճիշտ դրա հակառակն էր, այսինքն այդ պոպուլիստական, մեկը տենց էլիտիստական Հռոմի պապեր, մյուսը ճիշտն ասեմ, էլի ես կան ոդքեր լվալ, չգիտեմ ինչ անել, ցույց տալ են, հիշում եք այն սևամորտների, որի գնաց Աֆրիկա ոդքեր։ Բոլորն էլ արել են, այսինքն հասան դրան 20-րդ դարի երկրորդ կեսում փոխվեց քաղաքականությունը, բայց ես թույլ տվեք այն մասը ավարտեմ, էլի երկրորդն է, որ եթե Հայաստանը ունի ազդեցություն առաքելական եկեղեցու վրա, նշանակում է, որ այդ ազդեցությունը քաղաքական է եւ այլ պետությունները կարան պահանջեն, որ բանը այդ եկեղեցու ազդեցությունը սահմանափակվի։ Այսինքն, օրինակ, ասենք Նիկոլ Փաշյանն ասում է, եկեք եկեղեցու վրա եռագույն կախենք, չէ՞։ Հիմա այդ եռագույնը եթե տանես, ասենք Թուրքիայում կախես, եսին որտեղ կախսես եւ այլն, բան, բարձա որ ասել են, ինչ եռագույն։ Վրացիներ ասել են, ինչ եռագույնը հանեքսա։ Հա կարող ասենք Ջավախքում ինչ որ տեղեր մարդիկ տենց կարողան կախեն, պահեն։ Չէ, դա նաև Հայաստանի հիմնը պետք է հնչի։ Հա, օրինակ դա։ Հիմա դա նշանակում է, որ ինքը քանդում այդ ցանցային կառույցը, այսինքն հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին դառնում է Հայաստանի Հանրապետության այդ իր սիրած 27000 եսիմ 700 քանի կիլոմետրի բանը դե հիմա տես եթե դիտարկենք հզոր Հայաստանին, հա, հզոր Հայաստան ունելու համար եւ իր ուժը իր սահմաններից դուրս պրոյեկտելու համար անհրաժեշտ է ուժեղ եկեղեցի։ Թույլ եկեղեցին անհրաժեշտ է այն մարդկանց, ում հզոր Հայաստան պետք չէ։ Ակնհայտ է, որ եթե ներկայացնելու ներ այսօրվա իշխանությունը Հայաստանի շահերը եւ ուզենար հզոր Հայաստան, չեր անելու այսպիսի գործողություններ, ինչպիսին անում են այսօրվա իշխանությունները եկեղեցու հանդեպ։ Եվ դրանից հետեւություն միանշանակ բխող հետեւություն։ Միանշանակ բխող հետեւություն։ Հիմա ասեմ ինչի։ Այստեղ մի հատ պարադոքս կա, որ ուրեմն պետությունը նայեք, մենք պետության համար չենք պայքարում։ Այսինքն ոչ մի հայ չի ասում ոնց բան շատ քիչ են հայերը, ովքեր սրտացավությունն են, որ ասենք, չգիտեմ, բանակը քանդվում է, չգիտեմ ինչը քանդվում է, ոնց կարելի է այսպիսի բան անել, ոնց կարող ԱԳՆ-ն այսպիսի հայտարարություն անի, եսի ինչ անի եւ այլն։ Այդ օրակարգը վերում է իշխանությունը, որպեսզի հասարակությունը արձագանքի։ Հիմա նայեք, բայց եկեղեցու համար կա դա։ Եկեղեցու այս դեմ գրոհը շատ մարդկանց դիսկոմֆորտ իրավիճակում ան։ Ինչի, բասի էլի ավելի պետությունը ինքնապաշտպանության համար է, իսկ եկեղեցին ինքնապահպանության համար է։ Մենք այն ակտիվ մասը չենք ուզում անենք, բայց մենք ուզում ենք ինքնապահպանվենք։ Այդ մասը, որ չէ, ես չեմ ուզում ապրեմ այս աշխարհում, որ այսպեսին է պետք է աշխարհը փոխեմ, դա չենք ուզում անենք, բայց մենք ուզում ենք մնանք հայ։ Ինքնապահպանման մակարդակով դրա համար այդ թույլ բանը դրա դեմ մենք դուրս ենք գալի խոսում ենք, բայց այն որ մենք ուզում ենք մեր քաղաքական գիծը ունենանք, չգիտեմ ինչ ունենք, բայց դրա դեմ չենք խոսում, որտեղ մենք լիովին քաղաքական ազգ չենք։ Ես կարծում եմ, որ այստեղ ենթադրությունն է, ես դրա հետ համաձայն եմ, բայց հասարակության մեջ դրա մասին դա միշտ ունի իր, այսպես ասած, գլուխը, այսինքն նախաձեռնողը, դա պետք է լինի իշխանությունը։ Հիմա տեսեք, ու սովորական բան է, էլի բերում եմ մի հատ օրինակ, որը կարող է շատերին թվա որ անկապ բան է, էլի։ Պուշկինի, եթե չեմ սխալվում, 100-ամյակի կապակցությամբ ասում են, թե թող այդ ժամանակվա խոշորագույն պոետը Տյուտչևը մի քառատող գրի։ Տյուտչևը դե հանճարեղ պոետ է, բայց չի գրում։ Մի ամիս, երկու ամիս, դա ախպեր եկավ ժամանակը, բան, ես ինչ ես անում։ Նա մի պատասխան է տալիս. «Мне непонятно, на что аукнется оно». Այսինքն ես չգիտեմ, թե ինչ կարող եմ գրել, որ ռուսական հասարակության համար իր ռահվիրա պոետը չիչնի հանգարց,
ավելի բարձրանա, հետաքրքրությունը նրա հանդեպ մեծացնեմ։ Ես չգիտեմ ինչին կարծեմ, այ քաղաքական իշխանության խնդիրը դա է, որն է բարձրացնի այն օրակարգը, որը ժողովրդի հետաքրքրություններից դուրս քայլ առ քայլ իրականացմանը պետքա ժողովուրդը եւ մասնակից եւ տեսնող լինի այդ ամեն ինչը։ Այսինքն եթե մեր բանակի հարցն է, ես օրինակ դեմ չեմ լինի նույնիսկ որ օպերայի շենքի վրա ալնի մի հատ տաբլո, որի վրա որ այ այսքան բան բանակի համար արվեց, այսքան բան բանակի համար արվեց այս երամսյակում, այսքան բան արվեց, թող մարդիկ տեսնեն, որ իրանց տված գումարն է, թե իրանց զողողություններն են, արտասահմանի իրանց բարեկամներից ստացած գումարներն են տարել տվել, ինչ են արել։ Դա պետք է համահասարակական երկ առաջացնել, ոչ թե օրակարգ բերել, որից ոչ մեկը ոչ մի բան ըստ էության չհասկացավ։ Ինչ ենք ուզում էլի, ուզում ենք Թրամփի ճանապարհ, այդ ինչ օրակարգ է, լավ։ Այս վտանգները, որ մենք թվեցինք, դրանցից քանիսի մասին ենք խոսացել, ինչի չկան այդ կլոր սեղանները, ինչի չկան այդ փաստարկումները, որովհետև մենք հասարակություն ենք, մենք բան չենք, էլի ավազակների բանդա չենք, էլի որ առաջնորդն ասեց, «Էս ուրեմն վերջ, էտա»։ Էլ ուրիշ բան չկա։ Հիմա պարոն Խաչատրյան, դուք ասում եք Թրամփի ճանապարհ, չէ՞, բայց Թրամփի ճանապարհի մասին կան, ասենք, կա իշխանություն, որ ասում է, որ բան մենք խաղաղության ենք հասել ենք նրան, որ այսպիսի բան ալինելու, մերն ալինելու եւ այլն, որտեղի մի 90% իհարկե սուտ է եւ PR-ը, կա անդիմություն, որ ասում է, որ օրինակ Ռոբերտ Քոչյան ասեց, որ Թրամփի ճանապարհը շատ փոքր է, պետք է ավելի մեծ բան տալ, թող սկսի այսին որտեղից գնա այսին որ, այսինքն քիչ են տվել, սխալ է արել, որտեղ քիչ է տվել, եւ այդ հակառակ օրինակ ինչը որ դուք ասում եք, որ սրանով գնալի է Պակիստանը զինվի կռվի Հնդկաստանի դեմ, ջեսի ինչ անի, իրանական բանն էլ ինչ որ ձև փորձը գիտական մակարդակում ինչու՞, բայց օրինակ այդ Պակիստանի մասին ես ճիշտ է առաջին անգամ եմ լսում։ Հա, ես բայց մյուս կողմից էլ ունեք դրա բանն է, որ եթե Ամերիկան մեզնից ասում է, որ ես պիտի sense բան անես, ոնց պիտի դա չանենք։ Ունեք նույն տրամաբանությամբ ես մտածում եմ, որ ոնց է, որ Ռուսաստանը մեզ ասել է, որ պիտի այս շրջաններ 10 գնաս այսպես բան այդ Լավրովի պլան կոչվածը, ու մենք որ մեր հույսը իր բազենքն է, ինքը մեզ փամփուշտ կտա, ես իմ սնարյադ կտա, ես իմ ինչ կտա եւ այլն, իրեն ասել ենք, չէ, մենք դա չենք անելու։ Ասենք պարզ չի, որ այդ ժամանակ եթե ինչ-որ հույսը ինչ-որ մեկն է, որը քո գլխավոր երաշխավորն է կամ չգիտեմ, իր այդ ինտեգրված ես եւ այլն, եթե դու իրան մերժում ես, ասում ես, չէ, ես ինքս առանցին կկռվեմ, առաջինը ինքն է քեզ պատժելու, որ ցույց տա, որ չէ, ես սա իմ տարածքն է, իմ չգիտեմ ինչն է եւ այլն։ Հիմա օրինակ այս պահը, որ մենք այնպես է ստացվել, որ գնում ենք Ամերիկայի այդ մերձեցման եւ արևմուտքի հետ, մենք կամ այդպես ասվում է, որ գնում ենք դրան, ու այդ կենտրոնը մեզ ասում է, սա պիտի տաս, մենք ասենք, չէ, մենք սա չենք տալու, եկեք մեզ ջարդեք, թե կարաք մենք միջև վերջ կկռվենք, այդ ոնց պիտի անենք։ Իրականում գիտես, գիտեք, այդտեղ հարցը մի քիչ շատ կներեք, էլի որ ընդհատեցի, բերեք պոստուլատից խոսանք, էլի այդ դեպքում։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք երաշխավորում ենք Արցախի անվտանգությունը, ինչը բազմից ենք ասել, էլի մեկ անգամ չի։ Մենք պետք է լավ հասկանանք, թե դրանից յետ ինչ է կանգնած։ Նրանից յետ կանգնած է զինարտադրությունը։ Եթե երկիրը չունի զինարտադրություն, նա չի կարող այդպիսի երաշխիք տալ, որովհետև քոնը չի, ինչը տաս։ Բայց հիմա երբ որ մենք ասում ենք, թե իսկ այդ երկիրը քեզ երբ ուզի կպատժի, հա հիմա օրինակ Ամերիկան չի պատժում Իսրայելին։ 1001 անգամ Իսրայելը խուզել է Ամերիկայի շահերը, դեմ է գնացել շատ հարցերում, դեպք ա եղել, որ Ամերիկան ուղղակի ճնշման բա ընտրություն անցկացրել Իսրայելում, ասենք Իցխակ Ռաբինը դարձավ, պետքա դառնար Իցխակ Շամիրը։ Դեպք ա եղել, երբ Իսրայելը պատերազմական գործողությունների ժամանակ իմանալով խփել է ամերիկյան ռազմանավին։ Գիտակ, հա եւ ոչինչ, որովհետեւ գիտակցելով, թե ինչ լծակներ ունի ներսում, ինչ շահեր կարող է խաղացնել, ինքը միշտ կարողացել է շրջանցել այդպիսի սուրանքյունները։ Մենք ցավոք սրտի խորագիտություն չենք ունեցել, որպիսի այն ինչը որ մենք խոսում ենք, դրվի եւ բարձրի, թե դրա հետևում ինչ պետք է կանգնած լինի, որ մենք էս ասենք։ Եթե ասում ենք եւ չկա ոչինչ, այսինքն եթե դու մահակ չունես, բայց խոսում ես կռվից, ով եկավ մահակով քո վրա ճիշտ է չկռվես, որովհետեւ խփելու են քեզ ջարդեն։
Դու դե մենակ մնում ես այս իսկ մահակը անկյուններ ունի թե չէ, որտեվ այդ անկյունները ավելի դա չունենք, բան խաչետ։ Ինչու այդ խորագիտությունը չունենք։ Գիտեք, մեր իշխանությունները շատ դեպքում, ասենք, չեն էլ այդքան խորացել, հավատացնում եմ ձեզ։ Ես ինչքան փորձել եմ, որ ասենք, այդ ամենը բարձրանա մի ավելի բարձր մակարդակ, լինի սեղան, որի վրա այդ արգումենտները, այդ փաստարկները պատտվեն, հասարակությունը ընկալ դառնա այն ամենին, ինչը նրա կենսական անհրաժեշտության վիտալ արժեքներն են, էլի, այդ կարող է այդ չունենաս եւ վերանաս։ Հիմա 8000 տարվա ազգ ենք։ Թվում է թե բոլորը մեզ հարակի ցեղացները, սկսած ասորիներից վերջացրած բաբելացիներով ցած են սահել։ Ոչ, էլամակ, ոչ մեկը չկա էլ։ Մենք ենք մնացել աստղալույսի պես անցել ենք։ Եվ մենք որպես այդպեսին հիմա պետք է իջնենք ցած այդ 8000 տարին հետո։ Այս այդ եմ ասում։ Պահպանման ժամկետը ավարտվում է։ Չի կարող ավարտվել, եթե դու հիմնադիրների մեջ այն ես, ումից սկիզբը առնում ամենակարևորը մարդկային ինտելեկտն ու գիրը։ Հիմա մենք ինչ ենք ասում, իմ համար շատ ծանր է այդ Ղարաբաղի հարցը, որովհետև այնտեղ պատկանել է ամեն ինչ հայերին եւ այնտեղ եղել են հայերը գրի ծագման ժամանակ, ոչ թե Մաշտոցյան գրի։ Խոսքը չի արվել Մաշտոցյան գրին։ Խոսքը վերաբերվում է սեպագրերին այդ ծագման ժամանակներից։ Մենք այնտեղ ենք եղել, մեր անվտանգության երաշխավորը եղել է Ղարաբաղի գոյությունը։ Բայց վերջին հաշվով մենք խորությամբ էլի չենք ընկալել, թե ինչ զարգացումներ են ընթանում մեր շրջապատում։ Այսինքն Թուրքիան մի անգամ գնացել են, լավ հիշում եք, մի անգամ գնացել են Էրդողանը եւ Ալիևը մտել են Բայդենի մոտ, երբ որ ինքը վիցեպրեզիդենտ էր։ Եվ ասում որ սկսում ենք պատերազմ։ Դուրս եկան մոտից, Ալիևը թե ես գնում եմ ռազմաճակատը գլխավորելու մեր, իսկ Ալիևը տվեց հարցազրույց եւ այդտեղ ասաց որ մենք մտանք եւ Բայդենից ստացանք կանաչ լույս որ գնացեք եւ արեք ինչ որ պետք է անեք էսա լսել ենք մենք բոլորս հետո հայտարարվեց որ չեմ հիշում հա բայ կլասիկա է հենց Արցախի պատերը այո որ թվին ասվեց այդ դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության շրջանն էր որ թվին 15-14 թվականներ դեռ Օբամայի դուրս եկան այդտեղից հետո հանգարց նորից հարցրեցին Բայդենին թե sense բան ասեց Էրդողանը օրեր անց բա թուրքերը լավ չեն տեսնում լույսի գույնը դեղին ավառած եղել ոչ թե արդեն պարտվել էին այդ մենք տեսել ենք այդ վտանգի զարգացումը քայլ առ քայլ մենք ստացել ենք նաև առաջարկներ այդ վտանգի դեմը առնելու համար ոչինչին չենք հետևել ես խոսացել եմ իմ համար շատ հարգելի Նորադ Գրիգորյանի հետ եւ ինքը ասաց որ ես միակ բանը որի համար ուզում եի հանդիպել Հայաստանի ղեկավարին այն էր որ ասեի այդ ինքնաթիռները որ առնում ես մի առ քու մերձակա պատերազմը որից ես լավ հասկանում եմ դե ով ավելի հասկանում միակ գեներալն է, որի վարած պատերազմական գործողությունները Աֆղանստանում ամերիկացիները դասավանդում են իրենց բոլոր ռազմական բուհերում, բոլորում առանց բացառության։ Ասում եմ ես գալիս էի, որ ասեմ, որ այդ պետք չի առնել, պետք է առնել էս, որովհետև սա է անհրաժեշտ օդում գերակայություն ձեռք բերելու համար, որ այդ ԱԹՍ-ները չքրքրեն ձեզ։ Եվ սենց էլ արկախվել է այդ ամեն ինչը, հիմա ինչ ասես։ Ես չեմ ուզում որևէ մեկին մենք մեղադրացնենք, մենք բոլորս ենք մեղավոր։ Այ մենք բոլորս մեղավոր ենք, որտեղ ամեն մեկս ինչ որ չափով մեր մեղքը պետքա վերցնենք, որ ներքին խթան ունենանք։ Այս ամեն ինչից դուրս բերելու երկիրը։ Եթե վրայից այդ գցում ես մեղքը, եթե գցես չէ, բոլորը մեղավոր են, էս ինչը, այն ինչը, պարսիկները էս չարեցին, չգիտեմ, թուրքերն են արեցին, բան, չէ։ Մեր մեջ է նաև։ Եթե մենք այդ ներքին խթանը չունենք, եթե մենք այդ կիրքը, այդ ազգային երգը չենք կարողանալու ապահովել, հա կարող է ցածել իջնենք պատմության թաթարաբանից։ Պարոն Խաչատրյան, հիմա մենք խոսում ենք մի բանի մասին, ես ընդհանուր առմամբ ձեզ լրիվ համաձայն եմ, որ մենք չենք կարողանում գնահատել բան, պետք է մեզ մեղավոր զգանք, փորձենք դասեր քաղել եւ այլն, բայց հաշվի առնելով, թե մենք ասենք մեր
մեզ հետ տեղի ունեցածից հետո ինչ դասեր ենք քաղել, օրինակ ասենք երկրաշարժից հետո ոնց ենք վերաբերվել շինարարությանը, ոնց ենք չգիտեմ ինչ արել եւ այլն, ես տեսնում եմ, որ մենք դասեր չքաղող ժողովուրդ ենք, էլի, այդ խորագիտությունը, որ դուք ասում եք, ինչ շատ հետաքրքիր է, թե ոնց անենք, որ դա ունենանք, որտեվ սովորաբար, օրինակ նույն Արցախի հարցում, մենք Արցախը մի օրվա մեջ չէի որ կորցրել ենք։ Հիմա դուք ասում եք, ասենք, բանից սկսած, Քրիստոսից առաջ, ասենք, չգիտեմ, առաջին 1001-ից սկսած եք ասում, ես Չէ, Քրիստոսից առաջ 3-րդ 1000-ը։ Հա, դե օրինակ ասենք, բայց վերջին, ասենք 1800 թվականից սկսած եթե նայենք, ապա մենք այնտեղ ասենք ունեցել ենք իշխանություններ, որոնք կորցրել ենք։ Հետո բայց չենք հասկացել ոնց ոչնչացան Խամսայի մելիքությունները։ Ասենք Ղարաբաղցիները իրանք դա չեն հասկանում։ Ասենք Ղարաբաղցիները 20 թվականի դեկտեմբերին ուզում էին դառնալ Ռուսաստանի քաղաքացի, որ Ղարաբաղը փրկեն։ Իրանք այդ կապը Ռուսաստանի գալու եւ բանի միջև չեն տեսնում։ Իրանք Ես վստահ եմ, որ հիմա էլ որ գնան ասեն ուզում եք, իրենք գնում են Ռուսաստան, չէ՞ հիմնականում։ Այդպես չի, բայց ես քեզ երկու բառով ասեմ։ Այդ կապը տեսնում։ Երբ որ դու ընթացող գործընթացներին մասնակից չես, 1000 անգամ կնես։ Օրինակ ես կապ եմ տեսնում, որ ամեն անգամ, երբ որ Ռուսաստանը մեզ ուզում է իրան միացնի, ասենք սկսած 1780 թվականից։ Մի հատ մեզ թուրքերը գալի կոտորում են, ինքը գալիս է, մեզ ասում է, ես եկա ձեզ փրկեցի։ Այդ բանը, մեխանիզմը, մի ասենք 6-7 անգամ աշխատել է։ Այսի արի Ռուսաստանից վերանանք, Ռուսաստանը չէ, մենք փոխանակ հիշենք, մենք ինչ ենք անելու ես պարոն Խաչատրյանի խորագիտությունն եմ ասում, էլի։ Չէ, մենք ունեցել ենք բաներ, որոնք ես նույնիսկ չէի մենք պետքա հիշենք, մենք պետքա հիշենք, ասենք Բաբելոնը, որ հարձակվեց մեզ վրա, Ասորստանը, որ հարձակվեց եսին, բայց մենք չենք հիշում, ասենք 20 տարի առաջ մեր հետ ինչ ա եղել։ Օրինակ այդ բանը ոնց չենք հիշում։ Ես այստեղ կարծում եմ, որ օրինակ որ պարոն Խաչատրյանն ասաց, որ Բերձեևն ասում էր, որ ակադեմիան եւ եկեղեցին չես կարա բարեփոխել, հիմա Նիկոլ Փաշինյանը ակադեմիան լուծ արեց, եկեղեցին փորձում է փաստացի լուծարել է։ Հիմա փորձում է եկեղեցին բարեփոխի, եկեղեցին չգիտեմ ինչ անի, իբր բարեփոխել, չակերտավոր մեղա, որ այս բառը օգտագործում է, բայց ինչու է դա անում, բայց մյուս կողմից էլ ակադեմիան էլ ակադեմիա չի։ Իսկ այն ակադեմիան ինչի համար, որ ինքը պետքա ինֆորմացիա գեներացնի, սարքի գիտելիք, չէ՞, բայց չի գեներացնում, չի սարքում գիտելիք։ Գիտելիքը սարքի։ Բայց մենք գիտենք այդ խորությամբ։ Ես եղել եմ գրականության ինստիտուտ քարտուղարը, պարոն Խաչատրյան, եւ գրականության ինստիտուտ, որ շատ լավ կոշկակարներ ենք, էլի։ Ես 2009 թվականին ես եղել եմ ակադեմիայի պատմության մեջ, կարծեմ միակ գիտ քարտուղարը, որ պաշտպանած չի եղել։ Ինձ երբ որ ներկայացնում էին պարոն Լուսահոգի Բարխուդարյանին, ինձ իմ բանը, այսպես ասած, առաջ մղող ակադեմիկոս Սարինյանն էր, Ավիկ Իսահակյանն նոր նշանակվել էր գրականության Սերգեյ Սարինյանն էր, իհարկե, Սերգեյ Սարինյանն էր ինձ բանանում, որ ես դառնամ գիտ քարտուղար, որպես իր մարդ էլ ես իր ասպիրանտն էի, ու Ավիկ Իսահակյանն ինձ այդ բանի բաժանմունքի ներկայացրեց, ակադեմիկոսներ էին նստեցել, մի 30 հոգի մարդ էր նստած, ասեց, այսա Գևորգը բան իրան ենք առաջարկում, այնտեղից մեկը ասեց, ես չեմ ճանաչում, ով էլ է, ամոթինց ասեց, բա ինչի է, որ չպաշտպանած է, իրան եք ներկայացնում, ուրիշ մարդ չկա պաշտպանած, Ավիկ Իսահակյանն ասեց ինքը բաներ ունի, հմտություններ ունի, բաներ ունի, ասեց օրինակ ինչ հմտություն, ասում է կարում է email ստուգի, այդ 2009 թիվն է, ասենց բոլորը, ես ճիշտ ասած այդ բային գետին եմ մտա, որ ասենք, ինչ է էլի կատար, ոնց email շետ այդպես բաներ, տենց կուրիոզներ, ինչպես ասում են, հա, կարող ալնել, բայց այն որպիսի իշխանությունը կատարի ինչ որ խորը փոփոխություններ ակադեմիայում, այդ մոտավորապես գիտեք որոնց է, էլի, որ մի հատ լավ կոշկակար կարա լինի, չէ՞ որ մեր վրա չբերեմ, էլի օրինակը, որը դանակը օգտագործում է այնպես, որ ուղղակի նկարահանում ես արվեստի գործ է, էլի անում այդ մարդը, բայց հիմա այս մարդուն գանք շատ լավ իշխանություն ունես, մոտավորապես տենց վերցնենք, ու գաս ասես, գիտես ընդ մեկի քույր աղիքը ոնց որ թե պայթել է, արի մի հատ այդպես դանակը հոյակապ օգտագործում ես, էլի, արի գնանք մի հատ այդ քույր աղիքը հեռացրա այդ մարդու, պետք է բացես դանակով, պետք է հանես, որևէ խնդիր չկա,
Եթե այդ մարդը հանգարց վերցրեց իր կոշկակարի դանակն ու գնաց, ուրեմն նա մարդասպան է։ Ոչ թե կոշկակար է, այլ մարդասպան է։ Տրատեգիական առումով կարող եմ բացատրեմ ինչ է այդպես, որովհետև իշխանությունը մտածում է 5 տարվա կտրվածքով։ Ինքը ուզում ասենք ճանապարհ սարքի, ես իմ սարքի, որ արագ լավ լինի կամ Եվ վերարտադրվի ամենակարևորը ընտրություններ կրի կամ չգիտեմ Դաբրոս տանա Մոսկվայից, Վաշինգտոնից, չգիտեմ որտեղից են ստանում։ Իսկ գիտությունը 50 տարվա հաշվարկ է։ Այսինքն, երբ որ այդ 5 տարվա հաշվարկով մտնում ես այդ մեծ հաշվարկի մեջ, դու փչացնում ես այդ հաշվարկը։ Դե դա ասածն է։ Բայց մյուս կողմից էլ, եթե այդ քուրմը, որը պետքա այդ տաճարը պաշտպանի, ինքը այդ դա ծախում է իր գիտելիք, ասենք պաշտպանությունը փողով պաշտպանություն անում, չգիտեմ, մեկին առաջը գցում են Դրանց մասին բերեք չխոսանք, այդ մարդիկ եթե գնան քուրմը ներսից տաճարը ծախում է, այն դրսից որ գալիս է այդ տաճարը գրավի, իր համար արդեն շատ հեշտ է, որտեղ այդ քուրմը հեղինակը զրկվեց։ Այ եկանք շատ կարևոր մի կետի, եթե թույլ կտակ էլի։ Ես շատ կարճ կներեք էլի։ Այդ Նիկոլաս Ադամսը մի հոդված ունի էլի, շատ խառը հոդված, իր մահվանից հենց առաջ եղած հոդվածն է։ Ինքը ասում է հայ ժողովրդին հասկանալու համար պետք չէ կարդալ նրա ոչ մի պատմիչին։ Պետք է կարդաս բոլորին, բոլոր պատմիչներին։ Եվ միայն այդ ժամանակ դու կհասկանաս այդ հրաշքը։ Դու միշտ կտեսնես նրան բարբերաբար, ջարդված, փշրված, առնածոր, կանգնած թատերաբեմի ցած սահելու պահին, բայց գալիս են նրա բարոյապար կեշտ առաջնորդները։ Եվ անգամ խոսքն է ավելորդ, դու տեսնում ես այդ հրաշքը։ Այդ փշրված ժողովուրդը զենքը ձեռքին գնում եւ կնքում է իր առհավատչան։ Մեզ անհրաժեշտ են նվիրյալներ։ Մեր ապագա իշխանությունը չի կարող այդպիսի կաշառակերության, զեղության, հնարավոր տատանումների, երբ որ դրված է լինել չլինելու հարց։ Մենք պետք է գիտակցենք, որ դրված է դա, ոչ թե մենք ծափ-ծափ խնամիների կողմից հա անընդհատ տոնի մեջ ենք, անընդհատ ինչ որ բարձր տրամադրությամբ չկա այդ ամեն ինչը։ Մենք կանգնած ենք լինել չլինելու խնդիրների առաջ։ Այսպիսին է աշխարհը հրահեղուկ է, շրջաբերվում է աներևակայելի արագությամբ։ Եվ այստեղ էլի եմ ասում, հնարավոր չի տենց։ Մենք պետք է կարողանանք, հա ես համարում եմ, որ այդ իմաստուն ասած խոսքերը ուղղակի խոսում են այն մասին, թե ինչ պետք է անես։ Նվիրյալներ, որոնք երբեք չեն գնա ոչ մի հակազգային գործարքի կամ մասնա խոսք է։ Շատ բաներ ուրեմն անցած շաբաթվա մեր թողարկումից հետո պարոն Խաչատրյան մեր այս շաբաթվա ընթացքում մեր նախորդ հյուրի պատմաբան դոկտոր պրոֆեսոր Հայկ Դեմոյանի տունը խուզարկեցին եւ ուրեմն ինչու մի լատունի մեդալ, լատունի ցարկած մեդալ արգրավեցին 3000 դրամանացա։ Մենք ես հույս ունեմ, որ ձեր տունը պարոն Խաչատրյան այս հաղորդումից հետո տունը արդեն թալանել են մի անգամ, այս վերջի ժամանակ մի տարի ու կես առաջ դա։ Թալանել են, այնց որ տեղյակ են, բան չկա, օրելներ կտանեին, էլի, ինչ հարց։ Դե եկեք ես լավ նոտայի վրա, որ կարևոր ուղերձեր, ես ներքուստ հոզվեցի համ բարձացա։ Ինչ որ ասելիքներ կան իհարկե, որ այդ միշտ նվիրյալները այդ պատերազմների ժամանակ շատ արագ զոհվում են եւ նորից այդ բանը բարձանում է վերև բանը։ Օրինակները շատ են, էլի, որ ոնց ասենք, չգիտեմ, Ստեփան Մամիկոնյանը, որը Մոսկվայի հայ համայնքի ղեկավարն էր, հետո Հայաստանի առաջին հանրապետության падգամավոր էր, իր աղջիկը Աշխենը էջմիածնում, չգիտեմ, որբեր էր պահում, ես իմ կեղտեր մաքրում, ես իմ ինչ էր անում եւ այլն, ու հետո չամուսնացավ ու այդպես ժառանգ չունեցավ, ու էլի հազարավոր այլ դեպքեր, էլի, չգիտեմ, Կարենե Քոթանջյան, չգիտեմ, եւ այլն, բայց այս սերունդը սովորաբար այդ մի ինչ-որ քիչ տոկոս կա հայ ժողովրդի մեջ, որը գլուխը բարձրացնում, զոհվում է, ու հետո նորից ու այդ միևնույն ժամանակ, ասենք գաղթականություն են գալիս էջմիածին, բանը արժի 15 թվականի մասնում էլի ասում, ասենք բնակարանը մինչև այդ արժեր, ասենք կես ռուբլի, բնակարանի գինը դառնում է 30 ռուբլի։
ինչը որ մենք տեսանք, ասենք, եւ 20 թվականին եւ չգիտեմ 23-ին եւ այլն, որը տեսնում ես, որ երկու բան էլ այս ժողովրդի մեջ կա, էլի։ Իհարկե, շնորհակալություն պարոն Խաչատրյանին, որ մեզ ողջևորելու եւ այն փոքր մասին մեզ դասելու։ Այդ զոհվածների արյան վրա է, որ ապագան ծլարձակելու է։ Այդ ոչ մեկը թող չէ, տեսեք, մենք միշտ ասում ենք, այ 5000 տղա զոհվեց։ Մեր համար դա շատ ծանր կորուստ է, բայց դրանք զինվորներ էին։ Դրանք իրենց ծայրահեղ անսանց քաջության մեջ թույլ չեն տվել, որ 150,000-ը զոհվի։ Միշտ այդ համեմատության մեջ դիտենք, էլի, որտեղ դրանք մեր ժամապահներն են երկնային։ Ու մեր ամեն ինչը դրանցով պետք է չափվի։ Ուրեմն եկեք սուրբ նոտայով ավարտենք մեր հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք խորագիր հաղորդաշարը, ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը եւ այսօրվա մեր հյուրը կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ Կրոնագետ փիլիսոփա։ Կրոնագետ փիլիսոփա, կներեք, պարոն Խաչատրյան։ Ամփոփեցինք անցաչափածը, իբր ամփոփեցինք անցաչափածը իրադարձությունը, բայց իրական անդրադարձանք շատ լուրջ ու հիմնարար հարցերի։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ցտեսություն։